Բայց այդ հարցը կարևոր հարց է տալ, որ իրոք պետք է ինձ գնալ սովորել լավ տեղ, թե հնարավորությունների քարտեզը հիմա ուրիշ է։ Ժամանակին հաստատ ավելի մեծ արժեք ուներ գնալ հենց բակալավր օրինակ լավ տեղ սովորել, որտեվ դու շատ ուղիղ հասանելիություն էր ունենում այդ միջավայրին։ Իսկ MIT-ում սովորել ինչով էր հետաքրքիր։ Like եթե համեմատես քո հայկական կրթական միջավայրի հետ, ինչն էր այնտեղ որ տենց շատ տարբերվում էր ստեղից։ Պետք է փորձել գտնել թեմաներ, որոնք հետաքրքրում են, բայց հետաքրքրում են ներսից, ոչ թե որովհետև, չգիտեմ, ինչ որ մեկն է անում դրանով զբաղվում եւ այլն եւ այլն։ Բայց եթե ներսից հետաքրքրությունը չկա, դժվար է լինելու դրանով երկարաժամկետ զբաղվել։ Մաթեմատիկան մենք ինչ որ տեղ ունենք աշխարհում, թե մենք նոր այդ ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ։ Ես հիմա այն գործը չէի անի, որ հիմա անում եմ, եթե COVID-ի ժամանակ չհետաքրքրվեի COVID-ի մոդելավորմամբ ու տենց դուրս գայի, որտեվ ինքն էլ էր դրանով զբաղվում, սկսեինք շփվել այդ թեմայով մեր ընկերության հիմնադիրի հետ։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն էր Deep Origin ընկերության գիտական խմբի ղեկավար Հայկ Սարիբեկյանը։ Հայկը սովորել է MIT-ում եւ իր գիտական աշխատանքը արել է Քեմբրիջի համալսարանում։ Նրա հետ խոսել ենք հենց իր գիտական աշխատանքի մասին, մաթեմատիկայի մասին, դեղերի հայտնաբերման process-ի մասին, նոր տեխնոլոգիաների եւ միջազգային համալսարաններում սովորելու մասին։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե հավանում եք կարող եք սեղմել լայք կոճակը եւ հիշեցնել, որ մեր ոդկասթը հասանելի է եւ Spotify-ում եւ Apple Podcast-ում դուրս է գալիս ամեն 5 շաբթի առանց բացառության։ Հայկ ջան, ո՞նց ես։ Լավ եմ, ուրախ եմ ծանոթանալ։ Նույնպես։ Դու ո՞նց ես։ Լավ, մերսի շատ։ Մի քիչ շոկ է, բայց մնացածը շատ լավ է։ Մերսի, լավ։ Որ խնդրեմ կպատմես դու ինչով ես զբաղվում։ Հիմա Հա։ Նո, ոդկասթանալու բացի։ հա։ Հիմա աշխատում եմ Deep Origin ընկերությունում։ Deep Origin ընկերությունում սարքում ենք դեղագործական պլատֆորմ, հաշվողական պլատֆորմ, որ เป զի դեղագործական նոր դեղերի հայտնաբերման process-ը արագացնենք, ավելի էժան դարձնենք։ Այս պահին դա հսկայական ինդուստրիա է, Ամերիկայում ամենտեղ հսկայական քանակությամբ գիտական եւ ոչ գիտական ուղղության համար այդ զարգացնելու համար շատ գումարներ են ծախսվում, թե պետական, թե մասնավոր։ Ու իրականում ոլորտը որպես այդպեսին ինժեներիայի մակարդակին չի հասել։ Այս օրինակը հաճախ ենք բերում, օրինակ, եթե կամուրջ է պետք սարքել, սովորաբար հնարավոր է ինչ-որ ընկերություն վերցնել, իրանք գնահատեն, կասեն այդ կամուրջը ոնց է պետք սարքել, վերջի վերջը կսարքվի կամուրջը, կարող է մի քիչ ավելի թանկ լինի եւ այլն, բայց դեղագործությունը շատ ավելի գիտության կամ անգամ որոշ մարդկանց դեպքում երևի արվեստի մոտ բան է, որ նախապես չեն կարողանում գնահատել այդ պրոյեկտը, ենթադրենք ինչ որ կոնկրետ հիվանդություն կա, այդ հիվանդության համար որքան ռեսուրս կպահանջվի, ինչ ժամանակահատված, որպեսզի հնարավոր լինի ինչ որ դեղ գտնել։ Ու արդյունքում ստացվում է, որ շատ պրոյեկտներ սկսվում են ու ենթադրենք 95%-ը, հա, ինչ որ պահից փակվում են, բայց արդեն հսկայական քանակությամբ գումարներ են դրա վրա ծախսվել, այսինքն կարող են, չգիտեմ, $1 միլիարդ գումար ծախսվի ու ոչ մի արդյունք չլինի։ Հա։ Ու այդ պատճառով, երբ որ տեղ ենք գնում, այդ տեղի գինը հենց այդ միայն այդ տեղի գինը չի, այլ նաև այն 20 հատ կամ քանի հատ չստացված պրոյեկտների գինն է։ Ու բնականաբար, եթե հնարավոր լինի, օրինակ 95%-ի փոխարեն, որ 95%-ը որ չեն ստացվում, հա, օրինակ 80%-ը չստացվի, որը որ մեկա թվում է շատ վատ է, բայց դա նշանակում է, որ 4 անգամ ավելի շատ պրոյեկտներ հաջողված են դառնում, այդ հսկայական առաջխաղացում կլինի մարդկության համար, հիվանդությունների բուժման, մարդկանց կյանքի երկարացման եւ այլն եւ այլն։ Մեր ընկերությունը աշխատում է տարբեր ուղղություններով, որպեսզի այս խնդիրը փորձի դնել ավելի ռացիոնալ ճանապարհի վրա, կանխատեսելի։ Դե դրա մի տարբերակը այն է, որ հաշվողական մեթոդներով մենք փորձում ենք ավելի ճիշտ գնահատել, մոդելավորել դեղերի հատկությունները, պոտենցիալ դեղերի հատկությունները, որպեսզի հետո չպարզվի, ասենք, գնան հետագայում, հա, լաբորատորիայում տեստավորման, որոնք քանի գնում այդ պրոյեկտները թանկանում են,
այդ իրանց, ասենք 10 տարվա կտրվածքի մեջ, հա, կարող է մի պրոյեկտ 10 տարի այս պահին տևի կամ գուցե ավել, որ եթե սկզբում հնարավոր լինի ավելի լավ որակի մոլեկուլներ գտնել, հնարավոր կլինի հետագայում այդ չստացված Իսկ այդ ինչ է նշանակում որակյալ մոլեկուլներ գտնել։ Հա, լավ հարց է։ Մոլեկուլները եկեք ոնց որ երևի մի քիչ հետ գնանք, հասկանանք խնդրի դրվածքը, իհարկե ես մի փոքր մասը կպատմեմ այնտեղ դրանից առաջ խնդիրներ կան դրանից հետո, բայց պարզ ձևով կոնկրետ խնդիր, որ կարողանամ ձևակերպել, պատկերացրեք ինչ որ հիվանդություն, ձևերից մեկը, որ այդ հիվանդությունը սիմպտոմների է բերում, այսինքն խնդիրներ առաջացնում, այնա որ ենթադրենք ինչ որ ռեակցիաներ օրգանիզմում, սպիտակուցների փոխազդումը այնպես չի տեղի ունենում, ինչպես պիտի տեղի ունենար։ Օրինակ, գուցե մուտացիա է տեղի ունեցել, որոշակի սպիտակուցը իր ֆունկցիան չի կատարում այնպես, որպես ինքը պետք է կատարեր, ու այդ ամեն ինչը բջիջների մեջ, մարդկանց օրգանիզմում, բջիջների մեջ այդ ռեակցիաների մասին մենք որոշակի ինֆորմացիա ունենք, որ սպիտակուցը ինչ ձևի ռեակցիաների մեջ է մասնակցում։ Հիմա պարզվում է, որ օրինակ ինչ որ մի սպիտակուց խնդրի է բերում, ու եթե մենք կարողանանք այդ սպիտակուցի փոխազդեցությունը թույլատրել օրինակ կամ ուժեղացնել որոշ դեպքերում, մենք գուցե կարողանանք այդ ռեակցիաների վրա ազդել։ Այս պահին մենք դա փորձում ենք անել, տարբեր ձևեր կան, բայց ձևերից մեկը այն է, որ փորձել գտնել այլ մոլեկուլներ, փոքր մոլեկուլներ, ասպիրինը օրինակ մի օրինակ է դրանց, որ բոլորը ծանոթ են, որը գնում ինչ որ սպիտակուցի հետ օրինակ փոխազդում է, ու այդ փոխազդելու արդյունքում սպիտակուցը չի կարողանում անել այն ֆունկցիան, որը որ անում էր, այդքան լավ, կամ հակառակը ինչ որ process-ներ արագացնում է։ Հիմա խնդիրներից մեկը այն է, որ տրված է սպիտակուց, ու դա մի հարց է, այդ սպիտակուցը ոնց իմանալ, որ հենց այդ սպիտակուցներ, ինչպես գտնել մի մոլեկուլ, որը որ կազդի այդ սպիտակուցի հետ այն ձևով, որ սպիտակուցը չկարողանա անել ինչ որ մի վատ բան, որ անում էր։ Այսինքն սկզբում պետք է հայտնաբերենք, որ սպիտակուցը ճիշտ չի աշխատում, հետո հայտնաբերել մոլեկուլ, որը կարող ազդել սպիտակուցի վրա, որ սխալ աշխատանքը կարգավորի, հա։ Հա, տենց շատ բարձեցրած, բայց բարձր մակարդակով տենց է։ Կարծեմ Լիլիթներ Ներսիսյան ձեզ մոտ եղել, ու ինքը այդ խնդիրներից այն սկզբի մասի վրա է նաև աշխատում, Հա։ որ թե ինչպես գտնել օրինակ այդ սպիտակուցները, այսինքն կարող ենք Իրանք վերև իրանք գտնում են սպիտակուցները, դուք արդեն գտնում եք այդ մոլեկուլները, ոնց ազդել այդ սպիտակուցների վրա, որը դառնում է դեղ։ Այն խնդիրը, որ ձևակերպեցի, հա, ես ձևակերպեցի այն խնդիրը, որը որ տրված սպիտակուցի համար գտնել ինչ որ մոլեկուլներ։ Մեր նոր գործընկերն է Pullman Residence Երևան, կենտրոնից 7 րոպե հեռավորության վրա։ Նոր Նորքի այգիներում միջազգային բրենդը նախագծել ու իրագործում է բնակելի համալիր, որտեղ տարածքի յուրաքանչյուր դետալ ծառայելու է ձեր ընտանիքի բացարձակ հարմարավետությանը։ Պատկերացրեք 70 մետրանոց անեզր լողավազան, սպա սրահներ, 600 մետր քառակուսի մակերեսով ժամանակակից մարզասրահ եւ սպորտային համալիր ֆուտբոլի եւ թենիսի կորտերով։ Հենց ձեր բակում։ Մասնագիտացված անձնակազմ ձեր բնակարանի ցանկացած տեխնիկական խնդիր արագ եւ արդյունավետ լուծելու համար։ Վալետ պարկինգ ձեր հյուրերին մուտքի մոտ դիմավորելու եւ կայանման հոգսը ստանձնելու համար։ Զանգահարեք մանրամասներին ծանոթանալու եւ ձեր անհատական առաջարկը ստանալու համար 055 065 055 հեռախոսահամարով։ Բնակարանը մուտը 2027 թվականի։ Օրինակ այս պահին մենք ամենաշատը աշխատում ենք փոքր մոլեկուլներ կոչված մոլեկուլների հետ, որը որ ասպիրինի նման մոլեկուլներն են, կան տարբեր տեսակի այլ մեթոդներ, բայց ես այդ խնդիրը ձևակերպեցի, մեր ընկերությունում իրականում աշխատում ենք նաև ոնց որ դրանից առաջ եղած խնդիրների վրա էլ, օրինակ ինչպես հասկանալ, թե տվյալ սպիտակուցները ինչ փոխազդեցությունների մեջ են մասնակցում, այսինքն ընդհանուր, եթե վերցնենք բջիջը, բջջի մեջ շատ տարբեր տեսակի սպիտակուցներ կան, շատ տարբեր ֆունկցիաներով, ու այդ ամեն ինչը տենց մի հատ ցանց է առաջացնում, թե որը որի հետ է փոխազդում, ինչ ուժգնությամբ եւ այլն, ու դրա մոդելավորումն էլ մի այլ նոր հաշվողական խնդիր է։ Մեր ընկերությունում կան խմբեր, որոնք նաև դրանով են զբաղվում։ Ես ձևակերպեցի այս խնդիրը, որովհետև ես հիմնականում հենց այդ սկզբի ասած խնդրի վրա եմ աշխատում։
հա, բայց ոնց որ դա Բայց դու կենսաբան ես, չէ՞։ չէ, ես կենսաբան չեմ, ես մաթեմատիկոս computer science եմ ավարտել, համակարգչային գիտություն, բայց ոնց որ ես բավականին տեսական թեմաներով էի զբաղվում հաշվողական գիտության մեջ, դրա համար ինչ որ արել եմ կարող է լինել նաև մաթֆակում։ Այդ ինչ նշանակում տեսական։ Ամ, Ինչ տեսական խնդիրներ Հա, ես ասում։ լավ հարց է, օրինակ համակարգչային գիտությունը բավականին նոր գիտություն է, բայց արդեն ենթավոլորտներ կան, բայց ինքը իրենով ծնվել է մաթեմատիկայից, ասենք եթե վերցնենք Alan Turing-ը, որ այս ոլորտի ստեղծողներից է, ինքը մաթեմատիկոս է եղել, բայց ինքը դրել է որոշ հիմնաքարեր համակարգչային գիտության ոլորտում։ Հիմա ինքը դարձել է որպես առանձին ոլորտ, բայց համակարգչային գիտությունում էլ Կրիպտոգրաֆիայի մասն է խոսքը։ կրիպտոգրաֆիան էլ կարող է լինել տեսական, որը որ շատ մոտ է մաթեմատիկային, կարող է լինել կիրառական, թե ինչպես օրինակ տեսական ուղղությամբ զբաղվողները իրականում մաթեմատիկոսներից հետ է, ասում, շատ չեն տարբերվում, իրանք կարող է թուղթ ու գրիչով միայն ամբողջ օրը աշխատեն, sense ասած, ու ես իմ օրինակ ասպիրանտական աշխատանքը իմ հենց տեսական էր, բայց կան, ասենք, կիրառական ավելի համակարգչային գիտությամբ զբաղվող մարդիկ, ովքեր կոնկրետ օրինակ մեծ համակարգերի հետ են աշխատում, օրինակ Google-ում կամ մեր ծանոթ մեծ ընկերություններում հսկայական համակարգչային ռեսուրսներ, համակարգեր կան, որոնց մեջ կարող է հազարավոր, միլիոնավոր համակարգիչներ լինեն, համակարգիչներ։ Ոնց է պետք իրանց ճիշտ կապել իրար, իրանց ոնց է պետք դրա ճարտարապետությունը անել, հա, դա ավելի տենց կիրառական համակարգչային գիտության մաս կարող է համարվել։ Իսկ քո թեզը ինչ թեմայով է։ MIT-ում ես, չէ՞։ Իմ ասպիրանտական թեզը Քեմբրիջի համալսարանում էր, Անգլիայում, MIT-ում բակալավր մագիստրատուրայում է։ Թեզիս կներես էլի ինչու թեման ասենք, MIT-ից ինչու անցար Քեմբրիջ։ Ինչու նավատ որ։ Չէ, զուտ հետաքրքիր է, լավ ու վատի մասին չի խոսքը։ Հա, ասեմ, նախ ընդհանրապես խորհուրդ է տրվում ինչ որ տեղը փոխել։ Ես Ամերիկայից Անգլիա էլի։ Հա, բայց օրինակ շատ համալսարաններ որոշ ուղղություններով, computer science-ը դրանցից մեկը չի, բայց կարծեմ ֆիզիկոսների դեպքում համալսարանները Ամերիկայում իրենց շրջանավարտներին չեն ընդունում ասպիրանտական։ Միտքը այն է, որ խրախուսվում է, որ ուսանողներ գնան ուրիշ տեղ անեն այդ գործը, որ շփումը մեծանա, այսինքն միջավայրը փոխվեն, այդ միջավայրի փոփոխությունը հսկայական շատ կարևոր դեր է կատարում գիտական process-ի վրա ընդհանրապես։ Կոնկրետ իմ դեպքում էլ նույն բանն եմ կարող ասել, ես արդեն այդ պահին 4-5 տարի եղել եմ MIT-ում ու իրականում շատ էի սիրում այնտեղ լինել, բայց նաև ուզում եմ ինչ-որ փոփոխություն։ Բակալավրի ընթացքում արդեն մի տարի իրականում Քեմբրիջում էի անցկացրել ու դուրս եկել էր։ Exchange ծրագրով, հա։ Exchange ծրագրով, հա, MIT ու Քեմբրիջի միջև այն ժամանակ exchange ծրագիր կար, հիմա էլ չկա։ Այդ ծրագրով մասնակցել էի, դուրս եկել էր ու այնտեղ գտել էի խումբ, որը որ զբաղվում էր ինձ հետաքրքրող թեմաներով։ Ու այսինքն այդ exchange-ի ժամանակ էի արդեն կարծեմ շփվել հետները։ Տենց որոշեցի այդ թեմայով էլ տեղափոխվեմ Անգլիա ու պլյուսերից մեկ լերներ, որ ասպիրանտուրան ավելի կարճ է տևում Անգլիայում։ Ինչքան է տևում։ 3-4 տարի, իսկ Ամերիկայում 5 տարից շատ են սովորաբար անում։ Հա։ Իսկ թեման ինչ էր ասպիրանտուրայի։ Վերադառնանք թեմային։ Իմ ասպիրանտուրայի թեման ես զբաղվում էի ոնց որ բանը ասեմ, իր բեռնագիրը, հետո սկսենք խորանալ։ Պատահական process-ներով ինֆորմացիայի տարածումը ցանցերում։ Շատ պատահական random, հա։ Հա, information dissemination in networks մոտավորապես, հա, by random walks or random processes։ Արդեն մոռացել եմ ճիշտ ասած կոնկրետ ոնց է գրել։ Իմաստը հետևյալն է, պատկերացնենք ինչ որ մի ցանց։ Կարող է լինի համակարգչային ցանց, որտեղ որ գագաթները այդ ցանցի միավորները համակարգիչներ են, կամ կարող ենք պատկերացնել, ասենք, սոցիալական ցանց, հա, որտեղ որ գագաթ կոչվածը մարդիկ են ու իրանք այդ գագաթների միջև շփում մատեղի ունենում, այսինքն որոշ զույգեր կարող են հաղորդակցվել, որոշ զույգեր չեն հաղորդակցվում ու հարց։ Ինչ որ սահմանենք ինչ որ կոմունիկացիայի շփման
ձև, հա, օրինակի համար շատ պարզ մի մոդել կասեմ, որ օրինակ կոչվում է telephone call model, ասենք ամեն ինչ որ ժամ վերցնում եք հեռախոսը պատահական ընկերոջ ձեր շրջակայքում, հա, իրան մի մեսեջ եք ուղարկում, մի նամակ եք ուղարկում։ Ու բոլորը այդ նույն բանը անում են անընդհատ։ Հիմա հարցը հետեւյալն է, ենթադրենք ինչ որ միտեղ մի ինֆորմացիա հայտնվեց, այդ ինֆորմացիան որքան ժամանակում կտարածվի ամբողջ ցանցի մեջ, կամ ասենք ինչքան ժամանակում կտարածվի ցանցի կեսի մեջ։ Այսինքն փորձում ենք հասկանալ, թե ցանցի որ հատկություններն են, որոնք որոշում են ինֆորմացիայի տարածման արագությունը կամ ինֆորմացիայի տարածման ձևը, հա։ Բայց դա մենակ ցանցից է կախված, թե հենց ինֆորմացիայի տեսակից էլ է կախված։ Այստեղ վերադառնում ենք նրան, որ ասում եմ ես բավականին տեսական թեմայով էի աշխատում, մենք այն ինչը որ մենք մոդելավորում ենք, երբ որ այսպիսի խնդիր է մաթեմատիկայում անդիում, քեզ պետք է ստեղծել մոդել։ Այ մեր մոդելը ինչ որ ցանցն է, մոդելում պետք է ասենք, որ պետք է ձևակերպել, թե օրինակ այդ գագաթները ոնց են իրար հետ շփվում, հա։ Ու հետո արդեն դու ունես այդ abstract ինչ որ մոդել, որը որ կարող ես հետո գնալ ասել, օքեյ, ենթադրենք սա սոցիալական ցանց է։ Մեկ ուրիշը կարող է վերցնի ենթադրի համակարգչային ցանց է եւ այլն։ Այսինքն մեր այդ տեսական մաթեմատիկայի խնդրում ենք շատ չենք մտածում, թե տակի ցանցը ոնց է աշխատում, հա։ Հա, բայց դու պետք է ունենաս կոնկրետ ինչ որ ցանցի մոդել, հա, օրինակ, չգիտեմ, միջինում քանի հարևան ունի ամեն մի գագաթը։ Ու պետք է նաև սահմանես, թե ինչ ոնց են իրանք իրար հետ շփվում։ Ես մի մոդել վերեցի, որ օրինակ ամեն մեկ ինչ որ պատահական ժամանակ մյուսին զանգում է ու ինչ որ ինֆորմացիա փոխանցում ու քո հարցերն էր, թե բա ինֆորմացիայի տեսակից կապ չունի, չէ, այս խնդրի դեպքում մենք համարել ենք, որ չէ, ուղղակի ինչ որ ինֆորմացիա է հայտնվում։ Ու կոնկրետ ես էլ նաև աշխատում էի, թե ոչ թե որ գագաթները ուղիղ են իրար հետ շփվում, այլ իրականում գոյություն ունեն ինչ որ մասնիկներ, որոնք շարժվում են այդ ցանցում ու մասնիկներն են տեղափոխում ինֆորմացիան։ Վստահ եմ լսած կլինեք ինտերակտիվ բրոքերսի մասին, որը աշխարհի ամենամեծ ներդրումային հարթակներից է։ Հիմա արդեն կարող ես հեշտությամբ օգտվել այդ հարթակից իմ գործընկերոջ Ակբա բանկի օգնությամբ։ Էլ սպասել չկա, քո բանկային հաշվից գումարը վայրկյանների ընթացքում փոխանցվում է բրոքերային հաշվիդ եւ հակառակը։ Ակբա Digital հավելվածով դու ցանկացած բայի քեզ համար տեղից կարող ես գնել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ եւ օգտվել այլ ֆինանսական գործիքներից։ Սկսիր ներդրումներդ հենց այսօր եւ քո ապագա եսը քեզ միայն շնորհակալ կլինի։ Ու այնպես պարզվեց, որ հետո 2020 թիվը եկավ, ես կարծեմ երկրորդ թե երրորդ կուրս էի ժամանակ ասպիրանտուրայի ու կոവിഡ്ը սկսվեց ու պարզվեց, որ իրականում նման բան է, դրա համար հավեսի համար իրականում ինչ որ ես էլ մոդելավորեցի, ինչ որ բաներ փորձում էի հասկանալ կոവിഡ്ի հետ կապված։ Հա, բզբզում էինք, sense ասած էլի, իրականում որոշ ընկերների հետ նաև ստեղ, ձեր հյուրերից ոմանց հետ նաև հա, այսինքն փորձում էի ես նաև ինչ որ կողքից կիրառական բան գտնել դրա վրա։ Հիմա ես ինչ որ տեսական խնդիր ձևակերպեցի ու մենք դա թուղթուկրիչով էինք հիմնականում փորձում հասկանալ, թե օրինակ ցանցի հատկությունը, որ հատկություններն են, որոնք որ արագ ինֆորմացիայի տարածում են, օրինակ, ստեղծում։ Դա ու բարձրացումը, որ օրինակ սոցիալական ցանցերը շատ արագ տարածող ցանցեր են, իրենց հատկությունները բավարարում են տենց շատ կրիտերիաների, որ արագ ինֆորմացիան տարածվի։ Դրան կարելի է նաև նայել դիզայնի տեսանկյունից, օրինակ, եթե համակարգչային ցանց ես ուզում ստեղծել, ոնց է կարելի այնպես ստեղծել, որ ինֆորմացիայի տարածումը էֆեկտիվ լինի։ Արագ լինի, հա։ Կամ օրինակ ինչ որ ցանց ես ուզում սարքել, որ հնարավորինս քիչ խափանվի, այսինքն որոշ robust լինի անգլերեն ասած, այսինքն հնարավորինս կայուն լինի խափանումներին, հա, օրինակ դա կարելի է պատկերացնել, որ ռազմական ոլորտում կարող է կարևոր լինի։ Հա։ Բայց էլի մենք ոնց որ բավականին abstract մաթեմատիկական մակարդակում ենք, ես իհարկե ինչ որ սիմուլյացիաներ, բաներ, ծրագրեր գրել էի, որ տարբեր ցանցերի դեպքում սիմուլացնեմ տարբեր process-ներ, տեսնեմ ինչ հատկություններ կան, բայց հիմնական իմ թեզի աշխատանքը։ Ու ինչ եզրահանգման եկար։ Ես եզրահանգման իրականում ասպիրանտուրայի ժամանակ
ընթացքի մեջ ես հետաքրքրված էի այդ խնդրով որպես հենց abstract խնդիր, Հա, որովհետև ինքն ինձ բնականից հետաքրքիր էր ու դրա սկիզբը գալիս էր նրանից, որ ինձ հետաքրքրում է օրինակ հասարակությունում ոնց են մտքեր ձևավորվում, տարածվում, հա, իրականում հենց այս ոլորտում մաթեմատիկայի բաներ կան, տենց մոդելներ կան ընտրությունների հետ կապված, հա, voting մոդելներ են կոչվում եւ այլն։ Ինձ այդտեղից սկսեց հետաքրքրել։ Հետո վերցնում ես ինչ որ խնդիր, հասկանում ես, որ իրական կյանքը բավականին բարդ է ու անհնար է տենց, բայց լինելով օրինակ մի քիչ տեսական մաթեմատիկա սիրող մարդ, ուզում եմ գեղեցիկ լուծում գտնել խնդրին, բայց գեղեցիկ լուծումները դժվար են, երբ որ իրական կյանքին մոտիկ խնդիրներ ունես, սկսում ես բարձրացնել, գալիս ես ինչ որ մոդելի, որը որ իրականում կարող է ստացվում է գեղեցիկ լուծում գտնել, ու այդ ընթացքում միշտ պետք է հիշել քո պատճառը թե ինչի էր սրանով հետաքրքրվում, բայց հետո նենց է ստացվում, որ այդ արդյունքները բավականին կտրված են լինում նաև իրական աշխարհից, ու իրականում այդ պատճառներից մեկն է, որ ես որոշեցի չշարունակել ու մնալ հենց այդ ուղղության մեջ աշխատելու համար։ Այսինքն ես որոշ արդյունքներ ունեի, որ ցույց էի տվել, ասենք նոր արդյունքներ, թե որ ցանցերում ինչ տարբեր ցանցեր ինչ հատկություններ ունեն, բայց իմ տեսանկյունից ոնց որ կիրառական թեմաներից բավականին հեռու էր, հա, հիմա տենց երևի չխորանամ կոնկրետ ինչ արդյունքներ են, որտեղ բավականին մաթեմատիկական արդյունքներ են։ Հա, բայց այդ թեման միշտ ակտուալ է երևի, որովհետև հատկապես հիմա սոցցանցերի դոմինացիայի ընթացքն է, կարելի է տենց ասել, ու մարդկանց հետաքրքրում է ինչ ինֆորմացիան ինչ ձևով տրված, ինչքան արագ կարա տարածվի, ու պետություններն է, անհատական քրեաթորներն է անընդհատ ինչ որ աշխատանք են տանում, որ կարողանան նենց անեն, որ իրանց ուզած մեսեջները, չգիտեմ, թեմաները կարողանան տարածեն։ Հա, պրակտիկ դաշտում էլի ավելի։ Հենց այդ է, եթե բայց այս ձևի խնդիրները ինչ որ մեկը ուզում է լուծել ու կան տենց ընկերություններ, որ այդ խնդիրների վրա աշխատում են, պրակտիկայում այդ խնդիրների վրա եթե աշխատում ես ու քո նպատակը ոչ թե abstract հասկանալն է, թե ինչ ոնց որ ֆունդամենտալները որոնք են, հա, օրինակ այդ ցանցի ֆունդամենտալ պատճառը որն է, որ այդտեղ տարածում լավն է։ Եթե քո խնդիրը դա չի, այլն է, թե ինչպես տարածել, որ իմ մեսեջը ինչքան հնարավոր է շատ մարդկանց հասնի, դա կանես այն կիրառական մեթոդներով, այսինքն կվերցնես, չգիտեմ, ինչ որ միտեղից սոցիալական ցանցի ինչ որ օրինակ, հա, կարող է այս պահին Facebook-ը չի ծախում այդ data-ն, կարծեմ, մետան, բայց ժամանակին ծախում էին ու ասենք Cambridge Analytica-ի նման ընկերությունները դրանից օգտվում էին, հետո ընտրությունների արդյունքի վրա ազդեցին, հա։ Հա, ու բայց այդ գործիքները բոլորին հասանելի են, այն ժամանակ հիմա օրինակ մետան հասանելիություն ունի, բայց սոցիալական ցանցերը ոչ միտեղ չեն կորել, այսինքն ես վստահ եմ այդպես ընկերություններ միևնույն է գոյություն ունեն, որ կարողանան մոդելավորեն, թե ինչ ձևով մեսեջինգ անել, որ լավ տարածվի։ Չկան ու դրանով շատ մեծ գումարներ են աշխատում, իրանք համ աշխատում են բիզնեսների հետ, համ քաղաքական գործիչների հետ, ընտրություններից ընտրություն օրինակ, որ փորձում են համ սոցցանցերի օգնությամբ տարբեր մեսեջներ են տեստանում, հազարավոր տարբեր մեսեջներ, ու տեսնում են որն է ավելի շատ հետաքրքրում մարդկանց, ու դա սկսում են ավելի շատ խոսեն։ Մարդիկ կան այդ ինչ որ ինտուիտիվ level-ը վրա են անում, մարդիկ կան կոնկրետ աշխատանքա հետևը, որ ճիշտ մեսեջներ տան, օրինակ մենք իմ կարծիքով ինտուիտիվ, ասենք, մի ժամանակ առաջ ինտուիտիվ level-ով հնարավոր էր անել երևի, բայց հիմա այնքան շատ ինֆորմացիա կա, որ ինտուիտիվ կամ անեկդոտային, հա, մի քանի օրինակ նայելու դեպքում անելով այդ ձևի աշխատանք բաբլում շատ հեշտ կարելի է հայտնել, որ չես տեսնում ուրիշ ինչ է կատարվում։ Հա, շատերը հենց իրանց բաբլում է հայտնվում են, այդ իրանց փուչիկի մեջ իրանց ինֆորմացիան տարածվում է, բայց դրանից դուրս ոչ տեսնում են ինչ է լինում, ոչ է իրանց ինֆորմացիան իրանց փուչիկից դուրս գալիս, բայց սովորաբար քեզ հենց պետք է որ քո ինֆորմացիան քո փուչիկից դուրս գնա, որը սովորաբար հենց ամենադժվարն է, որ այսօրվա ալգորիթմներն այդքան չեն օգնում այդ գործին։
Շատ հետաքրքիր թեմա է։ Հա, համաձայն եմ։ Ու բանը ոնց որ տակը շատ բարդ մաթեմատիկա է դրած էլի։ Հա, մի հատ բան ասեմ, օրինակ ես սկսեցի այս թեմայով հետաքրքրվել երկու պատճառով, կարծեմ երկրորդ թե երրորդ կուրս էի։ Մեկը այն էր, որ MIT-ում դաս էի վերցրել, մի հատ դասը կոչվում էր Distributed Computing։ Ինքը այդ դասում մենք դիտարկում ենք ցանցային ոնց որ մեծ համակարգիչներ էլի, որոնք որ տարբեր քանակի մեծ քանակությամբ համակարգիչներ, բայց ցանցով միացած էլի, ինտերնետի նման։ Հա։ Այս ոլորտը սկսվել է, ասենք 70-ականներին, 80-ականներին, երբ որ սկսել է ինտերնետը հենց ի հայտ գալ։ Ու ես դասը վերցրել էի, ինձ ասել էին, որ շատ հետաքրքիր դաս է եւ այլն, վերցրել էի, որ ծանոթանամ այդ թեմային, քանի որ այդ ժամանակ էլ սա արդեն ասենք 10 տարի առաջ կամ պլյուս 10-ից ավել, բարձակ քանի գնում data center-ներ էին մեծանում եւ այլն, այսինքն բավականին հետաքրքիր դասեր, բայց բարձրաց ինքը էլի տեսական դասեր ու իրականում մենք մոդելներ էինք դիտարկում, տեսական թե լավ, բա օրինակ մենք ցանց ունենք այս համակարգիչների, ոնց պետքա իրանք համաձայնեցնեն ժամը իրար միջև։ Ասենք երկու համակարգիչ ունենք, ով ասած ոնց պետքա իրանք ժամը կոորդինացնեն, հա։ Ու խնդիրը դրված է նրանում, թե ասենք ոչ թե վայրկյանի ճշտությամբ, այլ միլիվայրկյանի ճշտությամբ։ Բայց երբ որ տեսական նայենք, հիմա ուզում են իրենք ժամը իրանց համաձայնեցնեն, սա ուղարկում է նրան, ասում է ժամը 5-ն է, բայց դու չգիտես, կարող է ցանցը կապը կորավ, ու նա մի ժամ հետո ստացավ ժամը 5-ն է, իր ժամը դրեց 5, ուղարկեց հետ, ասաց լավ, դրել եմ, բայց նրա մոտ արդեն 6-ն է։ 6-ն է։ Իրականում, որ սկսում ենք խորը մտածել այս խնդրի մեջ, ինքը պարզ բան չի, հիմա պատկերացրեք, ունենք այս ծևի խնդիր, որ ցանցեր համակարգիչների ցանցեր կան, ու իրանք ինչ որ ալգորիթմ է պետք մշակել, որ իրանք համաձայնեցված գործեն։ Կան ալգորիթմների տեսակներ, որոնք որտեղ որ չի էլ համարվում, որ ինչ որ լիդեր համակարգիչ կա, հա, ինչ որ մեկին չենք առանձնացրել, որ մնացածին ինչ որ բան ասում, այսինքն պետք է իրենք նաև ինչ որ ալգորիթմ իրար մեջ խոսեն ու լիդեր գտնեն, օրինակ, տենց խնդիրներ կան ձևակերպած, հա, ոնց որ լիդեր գտնելու խնդիրներ, ինչ ալգորիթմներ պետք անել։ Մեկը այդ էր, որ ես այդ 10-ն էի վերցնում ու ուղղակի սիրահարվել էի դրա վրա, որ ոնց է կարելի տենց ալգորիթմներ մշակել։ Երկրորդը կարդում էի Isaac Asimov-ի Foundation-ը։ Օ, դա ֆանտաստիկ։ Ու այդտեղ կար մի մաթեմատիկոս Selden-էր, անունը եթե Selden-ը, ճիշտ եմ հիշում, որը որ իրականում մաթեմատիկական մոդելներ ուներ հասարակության պահելաձևի կանխատեսելու համար։ Ու ասի, ոնց ինքնավոր կա, ինձ այդ թեման հետաքրքրեց, տենց մտա distributed computing-ի մեջ եւ այլն, տենց միջև ասպիրանտուրա այդ մտքիս մեջ եղել է այդ թեման։ Մի հատ շատ լավ սերիալ է կա այդ թեմով, չգիտեմ, կարողա տեսած լինես, Devs-ը հենց անունը, Razraботчики ռուսերեն։ Ինքը մինի սերիա է, HBO-ով էր, եթե չեմ սխալվում։ Հենց դրա մասին է, ոնց որ այդ կոնցեպտի վրա սցենարը Asimov-ի Foundation-ի նման է, որ ծրագրավորների խումբ կարողացել են նենց ալգորիթմ ստանան, որ համ անցյալն են տեսնում, համ ապագան կանխատեսում։ Շատ լավն է, անպայման նայ։ Ուսամ հիշել։ Devs, հա, developers, էլի կարճ devs։ Դուր կգա քեզ, եթե թեման քեզ հետաքրքրում է, դուր կգա, որովհետև լավ է նկարած է։ Ճիշտ է, action-ը մեջ կա, բայց շատ հետաքրքիր է։ Դե Asimov-ի մոտ էլ կա action։ Հա, միանշանակ դե առանց դրա։ Դժվար է։ Հա, բան է, այդ Foundation-ը իմ Apple TV-ով է կա սերիալ։ Լսել եմ, որ կա, բայց չեմ նայել։ Ну, գրքից շեղվել է, բայց վատը չի սերիալ, իրոք լավն է։ Առաջ սեզոնն եմ նայել, երկրորդի մի մասը, բայց ահագին լավն է։ Էդը խորտ կտամ նայես, հա։ Իսկ ինչի մաթեմատիկա ընտրեցիր։ Թե դες դպրոցից է հետաքրքրել է մաթեմատիկան։ Դպրոցից էլ հետաքրքրել է միշտ։ Դու որ դպրոցն ես ավարտել։ Քվանտն եմ ավարտել, հա, բայց քվանտից առաջ էլ ոնց որ մաթեմատիկան տենց, հա, մեր ընտանիքում էլ կա ծնողներս են մաթֆակ կիրառական ավարտել եւ այլն, դա էլ է երևի ազդեցություն ունեցել, հա։ Հետո քվանտում տենց փոքր ժամանակվանից ես 10 թե 11 տարեկանից եմ քվանտում ընդունվել, որ սովորեմ։ Այդ ժամանակ քվանտում օրինակ տենց ծրագրավորման մաթեմատիկայի բան խմբակներ կային։ Հա, ու համ ստացվում էր մոտես, դա էլ դե կորելացվում է սիրելու հետ սովորաբար, դուրս գալիս էր ու
Ես ճիշտ ասած չեմ հիշում, որ կոնկրետ դրած որոշած լինեմ, որ ուզում եմ մաթեմատիկայով հետաքրքրվեմ կամ զբաղվեմ եւ այլն։ Ուղղակի հիմնականում արել եմ ինչ որ դուրս եկել է ու այդ պահին այդ մաթեմատիկան էր։ Բայց Օլիմպիադա ու- հաղթելու համար մենակ դուր գալը քիչ է, չէ՞, ասինքն նաև Հա, շատ մեծ քանակությամբ շարժել է, աշխատանք արվել։ Հա, բայց աշխատանքը հեշտ է, երբ որ հավեսով ես անում։ Հա։ Այդ շատ կարևոր է։ Երբ որ հավեսը կորում է, արդեն դառնում է իրական աշխատանք ու դա դժվարացնում է։ Ես ճիշտն ասած տենց շատ չեմ հիշում, որ տանջվելով այդ օլիմպիադաներին պարապեմ, ինձ միշտ հավես էր։ Ու դա ինձ օգնել է։ Մյուս կողմից դա իր մյուս կողմն էլ ունի, որ եթե միշտ նենց բաներ անես, որ հավեսա, կարող է այդ ջիղը չզարգացնես, որ ինչ որ բաներ անես, որ Դժվար է։ այդքան էլ հեշտ չի, դժվար է։ Բայց բոլորն էլ հասնում են, էլի, ասենք կապ չունի ինչքան տաղանդավոր ես կամ ինչ որ բաներ ստացվում է, ինչ որ մի պահի խնդիրներ են առաջանալու, հենց մաթեմատիկական կամ ոչ մաթեմատիկական, որոնք որ ուղղակի էլ չես կարող գնել, պետք է ուղղակի չարչարվել։ Ու հա, օլիմպիադաների ժամանակ էլ էր բարձր լինում։ Ես իրականում լավ էր, որ ես ինֆորմատիկայի օլիմպիադով էի զուգահեռ զբաղվում, ի տարբերություն մաթեմատիկայի ինֆորմատիկայի օլիմպիադան տենց միջազգային էր համարյա միշտ այն առումով, որ on-line մրցույթներ կային։ Հա։ Ու իրական դու տեսնում էիր, որ օքեյ, կարող է Հայաստանում դու տենց առաջիններից ես, բայց միջազգային մակարդակով հեչ էլ առաջինը չես։ ու զգում էիր, որ պետք է աշխատեմ, որ կարողանամ այս մարդկանց նման լինել կամ առաջ գնալ։ Այսինքն կոմերցակցությունը միշտ եղել է դրսի հետ։ Ինֆորմատիկայի օլիմպիադաներում, որը որ հիմնականում դրանցով է զբաղվում, հա, ես հիմնականում դրա մասին Կամ քեզ համեմատել ուրիշների հետ, էլի մասնագիտական առումով։ Հա, դա օլիմպիադաներում էլի։ Ինչ որ մի պահից սկսած համեմատելը օլիմպիադաները իրենց բացասական կողմն ունեն, որ սկսում ես շատ դրա վրա կենտրոնանալ, համեմատելու վրա, այդ դրանից էլ է պետք է ազատվել, որովհետև ինչ որ մի պահից սկսած չես կարող ուղղակի քեզ համեմատել անընդհատ ուրիշների հետ, մարդիկ բազմակողմանի են լինում, խնդիրները այդքան միանշանակ չեն, որ ասես այս մարդը, չգիտեմ, ասենք 100-ից 90 է, այն մեկը 100-ից 80 է, ուրեմն այս մեկը ավելի լավ է։ Բայց ոնց է իրան որ քեզ չհամեմատես ուրիշների հետ, հատկապես երբ որ օլիմպիադաներին ես Դժվար է, բայց մասնակցում։ պետք է փորձել հիշել։ Ես հիմա նաև ինչ որ բաներ ասում եմ հետ հայացք գցելով, այսինքն ժամանակին կուզեի դրա մասին մտածած լինեի գուցե կամ ինձ ասած լինեին, գուցե եւ ասել են չեմ մտածել, չեմ հասկացել, բայց ընդհանրապես սպորտում այս օլիմպիադաները սպորտ են իրականում, շախմատի նման էլի։ Սպորտում ոնց որ սովորաբար ասում են պետք է քեզ համեմատես քո նախորդ, ասենք մի ամիս առաջվա, մի տարի առաջվա քո տարբերակի հետ, ոչ թե դիմացինի հետ, որտեղ քո նպատակը ոնց որ լավանալն է քո նկատմամբ։ Այդ բաներից մեկն է, մոտեցումներից իմ կարծիքով։ Դե բայց այդ դեպքում կարա այդ սկզբնական կետը շատ ցածր է։ Այսինքն բալանս է պետք, էլի, հա, բալանս է պետք ինչ որ, հա։ Բայց եթե նպատակ ունես ինչ որ բանից լավանալ, պիտի համեմատես քո երեկվա վերսիայի հետ։ Հա։ Ու տենց կտեսնես, որ լավանում ես։ Մենք մի հատ դասախոս ունենք իսպանացի, ասում էր դուք չեք պատկերացնում, ես ինչ հնարավորություն ա տրվել ու դուք դրանք լավ չեք օգտագործում։ Ասում եմ, այ Հնդկաստանում կամ Չինաստանում ինչ որ մեկ ռոքի, որ ընդհանրապես հնարավորություն չունի նենց ոնց որ դուք իրանց պատվալում ինչ որ մի ջիմին ձեզնից 10 անգամ շատ աշխատում ու ձեզ գալու է տանցնի։ Հա։ Այդ ոնց որ մենք շատ անգամ ոնց որ բան ենք էլի այդ մեր հայկական այս իրականության մեջ ենք նայում ու մեզ համեմատում, որը կարող է ճիշտ է, կարող է սխալ է, ամեն մեկը ինքը պետք է իր համար որոշի այդ երևի, բայց տենց է ոնց որ մրցակցությունը թույլ է։ Մրցակցությունը որոշ ոլորտներում սկսում ենք դուրս նայել իմ Դե կարծիքով այդ արդեն լավ է, հա։ այդ լավ է։ Հա։ Ու հնարավոր էլ չի ամեն ինչով տենց ընդհանրապես տենց փոքր երկիր ենք մենք։ Այդ հա, դա պետք է գիտակցել։ Լինելու մասն էլ կա ու որոշ բաներում կարող ենք շատ լավը լինել ու ինչ որ նիշերում, բայց ակնկալել որ ամեն ինչում Իսկ մաթեմատիկան մենք ինչ որ տեղ ունենք աշխարհում, թե մենք նոր այդ ոլորտը Հայաստանում սկսել է զարգանալ։ Դե Հայաստանը ունի մաթեմատիկայի դպրոց տրադիցիա սովետական ժամանակներից սկսած, հա։ Ես ճիշտն ասած Հայաստանի մաթեմատիկական միջավայրի մեջ շատ
ինտեգրվեցի, հա, չեմ ինտեգրվել, որովհետև իրական Deep Origin-ում որ աշխատում ենք, այստեղ գրասենյակ ունենք, բայց ես էլ մաթեմատիկայով տենց Չես բաղ։ նույն ձևի չեմ զբաղվում, հա։ Բայց մենք այստեղ ունեցել ենք մաթեմատիկայի դպրոց սովետական մակարդակով, ուժեղ մաթեմատիկա ենք ունեցել։ Դե ինչպես գիտեք, ասենք 90-ականներին շատ մարդիկ ծրվեցին ամենտեղ։ Հա, հուսամ քանի ոնց որ մեզ կարող ենք համատել մեր նախորդ տարբերակի հետ ու լավանալ։ Իսկ MIT-ում սովորել ինչով էր հետաքրքիր։ Like եթե համեմատես քո հայկական կրթական միջավայրի հետ, ինչն էր այնտեղ որ տենց շատ տարբերվում էր ստեղից։ Որ լավ առումով։ MIT-ում ստեղծում են միջավայր, որը գնահատում է նախ աշխատանքը։ Այդ բաներից մեկն է, որ MIT-ում շատ են սովորեցնում կամ ինչ որ ոչ ուղիղ ձևով անգամ, բայց շատ հաճախ մեսեջը այն է, որ ամեն ինչ հնարավոր է անել, եթե չարչարվես։ Ու այդ ոնց որ մշակույթի տենց շատ կարևոր մաս է իմ տեսանկյունից, որ ամեն ինչ հնարավոր է։ Պետք է ուղղակի դնել, նպատակ ունենալ, չարչարվել ու հասնել դրան։ Միաժամանակ մրցակցային ինչ որ էլեմենտներ էլ կան, բավականին շատ ես կասեի, բայց առողջ մրցակցային։ Ինձ հա միակ բան ակնհայտ բանը դա մյուսը այն է, որ MIT-ում փորձում են ուսանողներին խրախուսել, բնակ այն ցա ստացվում երևի արդեն միջավայրում հետ կա, նախաձեռնող լինել։ Փորձել ենթարինք չսպասես, որ դասախոսը կգա քեզ ինչ որ բան կասի, կանես, այլ խրախուսում են, որ ուսանողները մասնակցեն գիտական process-ին, օրինակ, գնան գտնեն այն դասախոսներին, ում հետ ուզում են աշխատեն։ Դրա համար ինչ որ ֆորմալ մեխանիզմներ կան, բայց բացի ֆորմալից էլ խրախուսվում է, որ բաց լինեն, դասախոսներին երևի ասում են, որ ուսանողներին էլ օգնեն, գուցե, չգիտեմ, իրանց տեսանկյունից, բայց ուսանողներին հաստատ խրախուսում են, որ գնացեք, գտեք ձեզ ինչ է հետաքրքրում, այսքան հնարավորություն ունեք, խոսեք այն դասախոսների հետ, ովքեր աշխատում են այնպես բանով, որ ձեզ հետաքրքրում է, ու մի մտածեք, որ դուք չեք կարող լինել, չգիտեմ, հաջորդ Էյնշտեյնը ենթադրենք, էլի, կամ 20 տարեկանում ինչ որ հետաքրքիր բանի վրա աշխատել, որը հետագայում մեծ բան կդառնա ինչ որ դասախոսի հետ։ Միջավայրը այդ ձևի է այնտեղ։ Դե MIT-ն վերցնում է իրենց դիմողների տենց 1%-ին, 2%-ին, այսինքն միջին մակարդակը մարդկանց իրականում շատ բարձր է։ Ու գուցե ոնց որ այդ օգնում է նրան, որ իրանք բոլորին ուղղակի ասեն, որ շատ չարչարվեք, մի բան կստացվի։ Արդեն չարչարող մարդիկ են էլի։ Այսինքն տենց selection bias կա։ Իսկ քեզ ինչ օգնեց ընդունվել օլիմպիադաները։ Հա, հիմնականում միջազգային ուսանողները, ոչ ամերիկացի ուսանողները MIT-ում, ինչ որ օլիմպիադայի են մասնակցել կամ իրական պարտադիր չի օլիմպիադայի, բայց ցուցաբերել են, որ ցույց են տվել, որ իրանք միջազգային մակարդակում ինչ որ մի բան են արել։ Հա։ Հիմնականում տենց է։ Իհարկե, եթե, չգիտեմ, Չինաստանից ես ու Չինաստանի մակարդակով ես ինչ որ մի բանից առաջինը, երևի դա էլ է լավ, բայց աշխարհի կեսի մեջ է։ Հա, հիմնականում ասենք Հայաստանի նման հետսովետական երկրներից ում ճանաչում եմ, տենց մեծ մասը ինչ որ ժամանակ օլիմպիադաների են մասնակցել, միջազգային ասպարեզում ինչ որ հաջողություն ունեն ու դա տենց օգնում է MIT ընդունվելուն, էլի։ Իհարկե նայում են, որ ինչ որ օրինակ ես ֆլեյտա էի նվագում ու ինձ թվում է իմ ֆլեյտա նվագել գուցե օգնել է իմ ընդունվելուն։ Հենց դրա խաթր են քեզ վերցրել։ Այսինքն տենց կարող է կողմնակի բաներ էլ կան, դրանք գուցե ավելի շատ օգնում են այլ տեղեր, MIT-ում հաստատ օլիմպիադաները ավելի մեծ քաշ ունեն։ Բայց հա, դա։ Հիմա նվագում ես։ Քիչ։ Ինչի։ Լավ հարց է։ Նախ գործիքս հիմնականում Հայաստանում է, իսկ ես Հայաստանում չեմ։ Մի քանի անգամ տարել-բերել եմ։ Երկրորդը այդ գուցե ուղղակի պատճառ եմ բերում, բայց
որ ֆլեյտան տես միշտ բացած դրած լիներ, դիմացս կարող եմ մեկ-մեկ վերցնեի նվագեի։ Բայց երբ որ օրինակ հիմա տանը դաշնամուր կա, մեկ-մեկ նվագում եմ։ Բայց ֆլեյտան պետք է խնամես, պետք է բացես, հավաքես, մի քիչ պարապես եւ այլն, ու դա իմ պատճառն է, թե ես մի քիչ եմ նվագում։ Գուցե մի օր սկսեմ հետ գնալ դրան։ Բայց ուրիշ գործիքներ էլ ես նվագում, ասենք դաշնամուր։ Շատ սիրողական։ Հասկաց։ Հետաքրքիր է երաժշտությունն ու մաթեմատիկան։ Նման են, չէ՞ իրար։ Շատ նման են, հա։ Երկուսն էլ ունեն որոշակի գեղեցկություն, ոնց որ նախ նենց հատկություն ունեն երկուսն էլ, որ շատ հաճախ գեղեցկությունը լինում է գնահատել, ասենք Բախի երաժշտություն ես լսում, հալվում ես, նույն ձևի կարող է ինչ-որ թեորեմի ապացույց տեսնես ու տենց ինչ-որ էմոցիաներ դրանից առաջանան ու հետո եթե քեզ ասեն նույնը արա, չես կարող անել։ Բայց հասկանում ես։ Հա։ Ու ես իրականում այդ իմ կյանքի հետաքրքիր բաներից մեկն էր, պահերից, որ հասկացա, որ ես մաթեմատիկան գուցե ավելի շատ սիրում եմ ոնց որ երաժշտության նման։ Բավականին լուրջ սիրողական մարդու երաժշտության նման, որ ասենք սիրողական մարդիկ են, որ ընտիր դաշնամուր են, չէ՞ նվագում կամ ասենք կարող ինչ-որ բաներ գրեն։ Բայց ես հասկացա, որ իրականում ինձ դա այս պահին ամեն դեպքում կյանքի շատ ավելի շատ է գրավում, քան այսինքն սիրողական Այսինքն հասկանում ես, կարող ես օգտվես, բայց ավելի հետաքրքիր ուրիշների սիրուն աշխատանքներին հետևել։ Հա, դա շատ հավես է։ Բայց դա գուցե ոնց որ իհարկե պրոֆեսիոնալ մաթեմատիկոսներն էլ նաև սիրում են, հա, սիրողական են, որովհետև իրանք էլ հաստատ նայում են ուրիշների արածներ ու հիանում են դրանով։ Դա պարտադիր է երևի։ Բայց հա, ես ոնց որ ինչ-որ մի պահի որոշեցի, որ ուզում եմ ավելի կիրառական գիտության մոտ ինչ-որ մի բան անել ու տենց որոշումը նաև եղավ գնաց դեպի այն, որ հիմա կենսաբանության մոտ ոլորտներում եմ աշխատում։ Հասկացա։ Մի հատ վերացական հարց տամ, էլի այդ մաթեմատիկայի հետ կապված այդ դեբատը տարբեր տեղերի լսել եմ, մաթեմատիկան ինքը քո կարծիքով մենք հայտնաբերել ենք, թե ստեղծել ենք։ Մարդկությունը ինքը գոյություն ունի, առանց մեզ թե չունի, չէ՞։ Հա, չգիտեմ, բայց խորացել ես այդ թեմայի շուրջ։ Մի որոշ զրուցել ենք տարբեր մարդկանց հետ, բայց երկու արգումենտն էլ կարելի է Դե ասել։ Անգամ գիրք կա կարծեմ, որ մի հատ MIT-ից ֆիզիկոս էր գրել, կարդացել էի, ինձ թվում է մի քիչ շատ էր առաջ գնացել, որ ասում էր ոնց որ ամեն ինչն է մաթեմատիկական օբյեկտ աշխարհում, տենց որ աշխարհի մակարդակներ ուներ։ Դե եթե ամեն ինչ մաթեմատիկական օբյեկտ է, ուրեմն սիմուլյացիայի մեջ ենք ապրում։ Հա, ես հիմա ճիշտ մանրամասները չեմ հիշում իր եզրակացությունների։ Հա, ես ավելի երևի հակված եմ, որ մենք գտնում ենք այդ ամեն ինչը որ կա, որ discovery process-ը։ Հա։ Բայց մյուսն էլ եմ կարող էլի ասել, հա։ Երևի տրամադրությունից է կախված էլի։ Ճիշտ ասած նաև թե որը այդ պահին ինձ ավելի դուր կգա։ Բայց այդ երևի ավելի շատ փիլիսոփայության դաշտ է, չէ՞ գնում։ Հա, դե կա ոնց որ մաթեմատիկական փիլիսոփայության։ Այդ թեմա ինչ հետաքրքիր գիրքեր կա։ Կարդացել ես, ինչ խորտ տուր էլի։ Չէ, շատ չեմ խորացել, բայց հիմա որ ասում ես, ինձ էլ հետաքրքրեց գնամ գտնեմ ինչ-որ բաներ կարդամ։ Որ գտնես կկիսվես էլի, ես լավ բան դեռ չեմ գտել այդ թեմայով։ Հա, եղա։ Իսկ եթե հետ գնանք այն ինչով հիմա զբաղվում ես։ Մաթեմատիկան դրա մեջ պետքա որ այդ մոդելները ստեղծվի։ Հա, բավականին շատ այսինքն քո ամենօրյա գործը ինչ է, օրինակ ամեն օր որ գնում ես աշխատանքի, հիմնականում ինչ process-ներ ես անում, էլի։ Հա, օրինակ բացի email-ներից ու meeting-ներից անիմաստ կամ իմաստալից։ Հուսամ իմաստալից։ Օրինակ մի հատ օրինակ բերեմ, այս AI-ը որ սկսել էր մարդիկ ասում են ինչ լավ է, ոնց որ իմ email-ները գրում է եւ այլն, ու արդեն մի քանի տարի ասում են։ Ես տենց մտածում էի, ոնց որ ինչքան անիմաստ email եք դուք ժողովուրդ գրում, որ դες AI-ը որովհետեւ ես մինչեւ հիմա ոչ մի email չեմ գրել AI-ով։ Ու տենց
ուրախ եմ, որ դրա կարիքը չի եղել, հուսամ տենց էլ շարունակվի էլի։ Այդ մասում մի հատ պատմություն պատմեմ, ընկերս էր պատմում, որ նոյ դուս եկել, ասում եմ, մի հատ աշխատակից ունենք ֆիրմա, որ հազիվ անգլերեն նամակներ, տենց հազիվ գրում էր, էլի որ կարծում էր այդ նամակը, գիտեի որ ինքն է գրել, անգամ նայելով ասում։ Մի օր նամակ է գրում, ասես կարծում եմ ոնց որ անգլիայի թագուհին գրասում է։ Ասում եմ, ինչ ասում դե եւ եմ գրել։ Այն ժամանակ ամենավատ անգլերեն գրողներ, հիմա ամենալավ, չէ՞, որտեղ մնացածը մեկա ձեռով են գրում։ Ինքը եւ հարցը որն էր ամենօրյա process աշխատանքային։ Դե միտինգները, email-ները դնենք կողք, հա, ոնց որ ասացինք։ Ես իմ խնդիրները սահմանում եմ թե ասացի, ոնց որ տարբեր կոմպոնենտներ կան այդ տեղերի հայտնաբերման process-ում, հաշվողական մասում։ Հիմնականում ես աշխատում եմ դրանցից մեկի մեջ ու այս պահին ես այդքան շատ իրականում գուցե ուզածիցս քիչ եմ կոդ գրում կամ հենց տեխնիկական աշխատանքով զբաղվում, բայց մի քիչ հետ եմ գնում ու փորձում եմ հասկանալ լավ, ոնց որ այս process-ում, որ հիմա գոյություն ունի, գոնե այդ կոմպոնենտում պլյուս մի քիչ եզրերը, որտեղ որ ես եմ, որն է այն bottleneck-ը, այն խնդիրը, որը որ մեզ չի թողում, որ մեր process-ը լավ գնա։ Հա։ Ու փորձում եմ հաջորդ ոնց որ ռեսուրսը դնեմ կամ ասենք թիմի անդամը դրա վրա աշխատի, որ այդ process-ը ընդհանուր այդ կոմպոնենտը ու պլյուս իր եզրերը որքան հնարավոր է լավ մեքենայի նման աշխատեն։ Ու երբ որ ինչ որ մի կոմպոնենտ արդեն իմ ուզածի նման է կամ ասենք իր սպეციფიკացիաներին sense ասենք համապատասխանում է, պետք է փորձենք լայնացնել արդեն ինչ ավելի մեծ խնդիր ենք կարող դնել, որ դա էլ լուծենք։ Վերջնական միտքը լինելով նա, որ ամբողջ ասենք այդ սպիտակուցներից ենք խոսում, սպիտակուցի հայտնաբերում, մոդելավորում, փոքր մոլեկուլի գտնել, տարբեր կոմպոնենտները տենց լավ յուղած մեքենայի նման աշխատի, շարժվի ու մեկը այդ դեպքում էլ ինչ որ տեղեր լինելու են, որ մնացածից ավելի վատ են աշխատում, որտեղ դու ամեն ինչ լավաց, ոնց որ մի բան լավացնում ես, ուրիշ բանն է դառնում bottleneck, հետո դա ես լավացնում, մյուսն է դառնում։ Ես ոնց որ իմ խնդիրը տենց կձևակերպեի կոնկրետ ասենք այս վերջերս մեր մեթոդներից մեկի մեջ հայտնաբերել ենք, որ ինքը սխալանք ունի, բայց սխալանքը կարելի է գուցե լավացնել, տենց վերջին 2 շաբաթում մի քանի միտինգներ ենք արել, էքսպերիմենտներ ենք արել, այդ էքսպերիմենտները անում ենք սուպերկոմպյուտերների վրա, ասենք մի էքսպերիմենտը կարող է մի 50 համակարգիչ վերցնի ամեն մեկը, ասենք մի օրով, հա։ Էքսպերիմենտներ ենք արել, գտել ենք, որ այս մեթոդի սխալանքը կարող ենք, չգիտեմ, ասենք 2 անգամ քչացնել, ու հետո պլանավորում ենք դա ոնց իմպլեմենտացնենք ու լինում է մեր այս pipeline-ի մի մաս։ Այդ ամբողջ խնդիրը ինքն իրանով ինչ որ առումով engineering է, ոնց որ բայց engineering ոչ թե կոդ գրելու տեսանկյունից, այլ ոնց իրան ճիշտ նախագծել, հա, նախագծել, բայց հետո որ սկսում ես խորանալ, բարձր արդեն սկսվում է այնտեղ ծրագրավորման մաս, պլանավորման մաս եւ այլն եւ այլն։ Հարց տվեցիր, թե մաթեմատիկան այդտեղ ինչ դեր է խաղում։ Իրականում մենք հենց իմ թիմը զբաղվում է այդ մոլեկուլների, սպիտակուցների սիմուլյացիայով։ Մենք ու այդ սիմուլյացիան իրանից ներկայացնում է հենց փաստացի հիմա ոնց որ աուդիո ֆորմատ է, վերջում քեզ կարող եմ ցույց տալ վիդեո, սպիտակուցը կարելի է մոդելավորել ատոմ առ ատոմ, այդ փոքր մոլեկուլը օրինակ ասպիրինի նման կարելի է մոդելավորել, էլի ատոմ առ ատոմ, այդ ամեն ինչը կարելի է իրար հետ դնել, վրան ջուր ավելացնել, հենց բառացի դու ամեն մի ատոմը ինչ որ տեղ ունի։ Ու դու կարող ես այդ process-ը սիմուլացնել, առաջ տանել։ Ու տեսնես ինքը կասեցություն կունենա օրգանիզմի վրա, թե չէ, հա։ Տեսնես իրանք փոխազդում են իրար հետ այն ձևով, որ դու ուզում ես, թե չէ։ Դա իրանից ենթադրում է, որ քո մոդելն էր ճիշտ եւ այլն հազար ու մի բան։ Բայց կարող է մոդելավորումը ցույց տա, որ իրար ինքը ունի փոխազդեցություն, բայց իրական աշխարհում չաշխատի։ Հա, կարող է։ Որովհետեւ օրինակ դու կարող ես տեսնես, որ իրանք փոխազդում են, բայց այդ տեղը խմես, ինքը չհասնի երբեք այդ սպիտակուցին։ Որովհետեւ ինքը պետքա բջջի միջով անցներ, պատի միջով անցներ, բայց չի անցնում։ Այդ սիմուլյացիաները ցույց չեն տալի։ Չէ, այդ մեկը ցույց չէր տալիս, այսինքն դրա համար մի հատ ուրիշ սիմուլյացիա է պետք,
կարող է մեկ ուրիշ բանի համար մի հատ machine learning մոդել է պետք։ Մենք machine learning team ունենք, որոնք որ մոդելներ են ստեղծում մոլեկուլների հատկությունները օրինակ կանխատեսելու համար։ Ոնց օրգանիզմի վրա կազդի։ Տարբեր հատկություններ, ասենք ինչքան լուծվող է եւ այլն, ինչքան հեշտ կանցնի այդ բջիջների պատերի միջով եւ այլն եւ այլն։ Հա, այսինքն էլի ոնց որ խնդիրներ կան, որ իմ թիմում հիմնականում ասենք մի խնդրի վրա ենք աշխատում, բայց դա ամբողջ հարցը չի լուծելու, էլի։ Ավելի մեծ խնդիրներ կան հասկացա։ Բարթը։ Բարթչլեր այդքան մեծ ընկերություններ չէին աշխատած խնդրի վրա, էլի։ Ճիշտ ասած, որ մինչև միանալը, որ իմանայի sense բարդ է, ամեն ինչը չգիտեմ կմիանայի թե չէ, բայց այդ համարյա բոլոր պրոյեկտների մասին կարելի է ասել դժվար։ Կմնայր MIT-ում դասախոս։ Դա էլ է բարդ։ Բարդ է։ Հա, հաստատ։ Իսկ հայտնի կուրսեցիներ ունեցել ես, որ հիմա հայտնի են։ Հայտնի կուրսեցիներ։ Դե մի քանի ստարտափի ֆաունդերներ կան, որ ճանաչում եմ։ Չէ, Սեմ Ալտմանը քո կուրսեցին է։ Չէ, ինքը մեծ է ինձնից։ Բայց հա, հաստատ կլինի ինչ որ մի ժամանակ հետո տենց մեկը։ Մնա հայտնի կուրսեցի սովա։ Բայց կապ կա իրանց հետ։ Օրինակ այդ մի երկու founder տղա եմ ճանաչում, իրանց հետ կապ կա, հա։ Ասենք որ օրինակ իրանցից մեկը MIT մոտ է հենց ապրում, այդտեղ է ստարտափը, որ գնում են Բոստոն, միշտ հանդիպում ենք։ Հա։ Այսինքն հանդիպում քննարկում եք տարբեր հարցեր։ Հա, տեսնենք ինչ կա չկա էլի, հա։ Ամերիկացի է։ Բուլղարացի է։ Բուլղարացի։ Այդ մեկը էլի։ Հիմա կարող եմ մեկին մոռանում եմ։ Հա, так չէ, որտեվ ասում են նման համալսարանները Սուրաբարյանց ամենամեծ օգուտներից մեկը նաև բանն է, network-ն է, ցանցն է, որ տալիս են։ Հա, միանշանակ։ Ծանոթությունները։ Հա։ Դե որ ասում էի միջավայր, նաև այդ նկատի ունեի, որովհետև այդ մարդկանց հետ է ծանոթանում դասախոսների եւ այլն։ Իսկ դա քեզ ոնց է օգնել հետո ապագա կարիերայում։ Իրականում networking-ը այն բաներից է, network ունենալը, որ երևի քանի գնում է հիմա ավելի է երևի գնահատվում կամ կարող է իմ բաբլումը տենց։ Չէ, ամեն տեղը տենց։ Նու կամ նաև իմ բաբլում։ Հա, երևի։ Բայց օրինակ մենք որ ես որ մեծանում էի, տենց դրա մասին խոսք չկար, դու պիտի լավ սովորես ու ամեն ինչ տեղը կընկնի, բայց հեչ տենց չի էլի, իրական network-ը շատ ավելի կարևոր է գուցե։ Կամ գոնե հավասար մակարդակի։ Դե մի network-ի օրինակ բերեմ։ Ես հիմա այն գործը չէի անի, որ հիմա անում եմ, եթե COVID-ի ժամանակ չհետաքրքրվեի COVID-ի մոդելավորմամբ ու տենց դուրս գայի, որտեվ ինքն էլ էր դրանով զբաղվում, սկսենք շփվել այդ թեմայով մեր ընկերության հիմնադիրի հետ։ Հա։ Պարզեց ինքը մոտավորապես այդ ժամանակ էր հիմնադրում ընկերությունը ու մի քանի ամիս հետո ինձ առաջարկեց միանալ։ Ես էլ ասացի հա։ Ու հիմա մինչև հիմա այդտեղ եմ։ Բայց դա նրանից եկավ, որ նախաձեռնել էի, ասենք կապվել իր հետ ինչ որ մի պահի ոնց որ պետք էր բան անել էլի, այդ կապը ստեղծել։ Նաև դրանից առաջ ես մագիստրատուրայում էլ բակալավրի վերջում մագիստրատուրայում մի դասախոսի հետ էի աշխատում։ Իր դասն էի վերցրել, դուրս շատ էր եկել, հետո փորձել էի կապ ստեղծել, իրանց պրոյեկտների հարցրել էի ինչ պրոյեկտների վրա աշխատում եւ այլն եւ այլն։ Արդյունքում սկսել ենք իրար հետ աշխատել։ Մեր աշխատանքի ես արդեն այնտեղ չէի, տեղափոխվել էի Անգլիա, բայց մեր աշխատանքի հիման վրա իրենք ստարտափ սարքեցին, որը վերջերս վաճառվեց։ Ինչքան։ Չեմ կարող ասել։ Բայց շատ։ Հա, բավականին շատ, հա։ Բայց դու դե բանում ես մասնաբաժին։ Ես մասնաբաժին չունեի, չէ։ Ափսոս։ Բայց ասածս այն է, որ մեր աշխատանքը ոնց որ այդ networking-ի արդյունքում ես այդ ձևի աշխատանքների մասնակից դառա, որը որ ու այդ թվում եւ այդ ստարտափի ժողովրդին եմ սկսել ճանաչել եւ այլն, այսինքն բայց դրա միակ պատճառը որ հնարավոր էր այն էր, որ ինձ երկու բան, մեկը հետաքրքիր ինքը ինչա զբաղվում, մյուսը որ գնացի հարց ու փորձ արեցի էլի, բա պրոյեկտ ունեք, որով աշխատեմ եւ այլն եւ այլն։ Հա, հետաքրքրասիրությունը մեկը կարևոր բան է։ Հա, անպայման։ Հմտությունը։ Հա, որովհետեւ մենակ տենց շփվել, ցանց ստեղծել եւ այլն անիմաստ է, պետք է ինչ որ նյութ լինի դրա մեջ։ Մանավանդ որովհետեւ այդ high performing մարդիկ
Իրանք զբաղված են, իրանք մենակ ուզում են շփվել են մարդկանց հետ, ովքեր իրենց Ինչ-որ նրա վրա արժեք կտան։ ինչ որ արժեք կտան այն բանի վրա, որի վրա աշխատում են իրենք։ Կամ էմոցիոնալ։ Հա, գուցե տենց։ Հա, դա միշտ չի որ ամեն շփում աշխատանքային է, էլի։ Հա, բնականաբար, հա։ Մարդիկ կան իրար պլաստիկային նվեր տալիս։ Իրականում ես այդ կասեի, որ MIT-ի մասին խոսք գնաց, MIT-ում գուցե այդ մասն էլ մի քիչ պակասում է, որովհետև Մարդկային։ տեմպը այնքան բարձր է, որ ոչ մեկ քիծրփելու ժամանակ չունի, որ հա, բանանի։ Նստեք օրինակ երաժշտությունից խոսակ։ Դրանք լինում են հաստատ, հետվում եւ այդ դասախոսի հետ, բայց մարդկանց հանդիպելն է դժվար, տեմպը շատ բարձր է։ Օրինակ Հայաստանում տեմպը բարձր չի։ Շատերին գուցե կաղաթվում է տեմպը բարձր է, բայց տեմպը բարձր չի։ Անգլիայում ցածր էր MIT-ի հետ, Քեմբրիջում, որը որ էլի բարձր տեմպով տեղ է, մեկը ցածր էր, մարդկանց շեղել դժվար է իրենց նրանից, որի վրա որ աշխատում են։ Դե Ու դրա վրա աշխատում են երկու պատճառով, մեկ իրենց կարիերան է, ասենք մարդը դասախոսա պետքա, չգիտեմ, ինքն էլ իր կարիերայի նպատակներ ունի, բայց նաև հետաքրքրասիրություն ունի։ Այդ երկուսը իրար հետ են գնում էլի։ Բայց տենց հասարակությունը շատ ինդիվիդուալիստական չի դառնում։ Հա։ Ընդհանուր Ամերիկան բավական ինդիվիդուալիստական է։ Պատճառներից մեկն էր, որ ինձ ճիշտն ասած ես այդտեղ ապրեցի ու ինձ տենց տանը շատ չզգացի, էլի բացի գուցե վերջի մի կես տարին բան, բայց հա, այդ զգացումը որ շատ ինդիվիդուալիստական է, գուցե ինչ որ առումով transactional էլի։ Ու դա նաև օգնում է, ոնց որ համ ինդիվիդուալիստական է, համ էլ շատ հաճախ հենց Ամերիկայում կոնկրետ նպատակը շատ հեշտ սահմանվող է։ Ամերիկայում ես նկատել եմ հիմնական նպատակներից մեկը, ոնց որ օրինակ փող աշխատելը շատ հեշտ դրվող նպատակ է, ու երբ որ նպատակը լավ սահմանել ես, դրան հասնելը հեշտ է։ Գործի կեսը լավ նպատակ սահմանելն է։ Ու երբ որ քո նպատակը, ասենք, փող աշխատելն է օրինակ, դա հեշտ նպատակ է, ու եթե քեզ դա բավարարում է, շատ հեշտ կլինի դրան հասնել։ Իսկ երբ որ абստրակտ նպատակ ունես, որ ասենք, չգիտեմ, էլի, կարող է չունես էլ, բայց քո գլխում ինչ որ абստրակտ մի բան կա, դրան հասնելը շատ ավելի դժվար է, որտեվ ճանապարհը չգիտես որն է։ Օրինակ մենք մեր ստարտափը որ հաճախորդների հետ շփվում էի, ամերիկացի հաճախորդների հետ շատ հեշտ էր շփվել այն առումով, որ կոնկրետ գիտեին ինչ է իրանց պետք, երբ է պետք, ոնց է պետք, ու ինչքան են պատրաստ դրա համար վճարելու։ Ու շատ արագ էր, հայեր, չէր։ Չիլնի վիճակներ, բայց օրինակ չգիտեմ Հնդկաստանից օրինակ կամ ամերիկյան ուրիշ երկրներից, ոչ Ամերիկայից կամ եվրոպական որոշ երկրներից հասկանում եմ, որ մարդը լավ չի հասկանում ինչ խնդիր ունի, ոնց պետք է լուծի։ Ասես define չի արել, define-ը հայերեն ոնց կարանք ասենք, լավ չեն սահմանը։ Այդ շատ հարցրում անձնականից սկսած բիզնեսով վերջացրած, երբ որ դու կարողանում ես սահմանես քո խնդիրը, այդ երևի ամենակարևոր ու առաջի ու ամենակարևոր քայլն է։ Հետո մնացածի վրա շատ ես օրինակ սովորություն ունեմ, որը նոր է մի վերջ մի քանի տարվա մեջ, ես կարող եմ երկար ժամանակ ծախսեմ ամիսներ, մինչև ճիշտ սահմանեմ այն ինչ եմ ես ուզում անեմ, ու դրա անելը շատ ավելի արագ է դառնում ու մոլորված չես։ Հա, ես ու այդտենց շատ է հեշտացնում։ Բայց դու շփման հետ կապված ինչ որ բան ասացիր, որ օրինակ ամերիկացիների հետ հեշտ է։ Մի հատ էլ օրինակ բերեմ MIT-ից էլի։ MIT-ում կային դասեր, որոնք կոչվում էին communication intensive դասեր։ Կոմունիկացիայի վրա են աշխատում։ Իրանք երևի գիտեին, որ իրենց ուսանողները ներդեր են, էլի, ասենց ասենք։ Ես ուզում ասեի ներդ։ Բայց ու դասեր կային, որոնք որ դրա վրա են աշխատում։ Քո դասը բաղկացած էր երկու կոմպոնենտից։ Մեկը ինչ որ տեխնիկական պրոյեկտ անելն էր, բայց երկրորդը այդ տեխնիկական պրոյեկտի էքսպոզիցիան, ճիշտ ներկայացնելն էր։ Դա կարող է լինել ռիպորտների տեսքով, ու դու ունեիր երկու դասախոս։ Մի դասախոսը տեխնիկական էր, բայց մյուսը ընդհանրապես կապ չուներ տեխնիկական գործի հետ։ Ինքը writing department-ից ինչ որ մեկն էր, ինչ որ դասախոս։ Ու իրանք report-ը հումանիտար ինչ որ հումանիտար, հա։ Իրանք այդ report-ները գնահատում էին
Ու ճիշտն ասած, ես չեմ հիշում իմ ընկերներից ինչ որ մեկը, որ այդ դասերը չի ատել։ Բոլորս ատում էինք այդ դասերը, որովհետև ոնց որ ես ինչ անիմաստ բան ենք անում եւ այլն եւ այլն։ Դե այդ ընկերներն էլ որ ասում եմ, շատ հաճախ միջազգային ուսանողներ էին, ոչ թե Ամերիկայի, որ ասենք հետ սովետական կարող է այդ նման մտածելակերպով էլի, որ ես ինչ անիմաստ բան է։ Չնեմ Ուկրաինայից, Հա, Կազախստանից։ հա, ասենք մոտիկ ընկերս Վրաստանից կար եւ այլն, էլի։ Տենց այդ պահին թվում է քեզ ես ինչ անիմաստ բան է, ամերիկացիք շատ ավելի լավ էին այդ դասերը անում, դպրոցից իրանց մոտ կոմունիկացիայի վրա ավելի մեծ շեշտ կա դրանց հաճախ, թե ոնց դիմացինիդ հետ դիմացինի ճիշտ կոմունիկացնես, ինչ ես ուզում։ Ու բայց այդքանով հանդերձ ես հիմա հետ նայելով ասում եմ, որ այդ ամենաօգտակար դասերից մեկն էր երևի, որ ես այդ ու ամեն տարի մի բան պետք էր վերցնել։ Հիմա Ամերիկայում օրինակ ինչի է դա իմ կարծիքով նաև գնահատվում, որովհետև երբ որ դու ունես շատ բազմազան հասարակություն, տարբեր մարդիկ շատ քիչ ընդհանուր բան ունեն։ Ու այդ դեպքում կարիք առաջանում շատ բացահայտ շփման, այսինքն ամեն ինչ պետքա տարտար ասես։ Հա։ Ու ամերիկացիների հետ շփում շատ հաճախ տենց է, կարող է ինչ որ մի բան, որ ասում ես հա լավ պարզ է ժողովուրդ էլի, բայց իրանք կարող մի քանի էջ գրեն, մանրամասն բացատրեն, թե ինչու ենք սենց անում եւ այլն, ստեղծում է մեծ դոկումենտներ, գլխացավ եւ այլն, բայց վերջո շատ լավ ոնց որ շփում կարող է, ոնց որ գործի տեսանկյունից էլի, Որ սխալ չընկալեն, որ սխալ չընկանեն։ տոները հասկանան։ Հա, օրինակ Ճապոնիայի պես երկրներում հակառակն է էլի։ Այնտեղ տենց քանի որ կղզի է նաև շատ մոնո մշակութային, իրանք տենց բարձր մակարդակի շփում ունեն շատ, կարող է մի բան ասեն, լրիվ ուրիշ բան հասկանան, բայց բոլորը հասկանում են, խնդիր չկա էլի։ Դրա մասին էլ շատ լավ գիրք կա, կոչվում է Culture Map։ Դա շատ լավ գիրք է։ Ու Դա բաներ չէ, եթե չեմ Erin Meyer։ IBM-ի մենեջմենտից էր այդ գրողը։ Չէ, INSEAD-ից էր։ Որից։ INSEAD MBA բանից է, business school-ից։ Հա, ուրեմն խառնում եմ ուրիշ գրքի հետ։ Հա, ու ինչից էի պատմում, որ MIT-ում տենց փորձում էին այդ կոմունիկացիայի վրա շեշտ դնել, մեզ սովորացնել շփվել եւ այլն եւ այլն։ Որ պատմել մտքով հետ գնացի մեր դպրոցը ու Ամերիկայի վերջի դասարանում հիշում եմ երկու հատ դասկար, որից ես զզվում էի։ Մեկը հենց կոմունիկացիան էր, որը ինձ հետո շատ օգնեց։ Երկրորդը բանը typing-ը, որ mēs սովորացնում ենք կլավիատուրայի վրա առանձնալու արագ գրենք։ Դա իմ ամենալավ սկիլերից մեկն է։ Այդ մեզ քվանտում սովորացնում էին իդեպ այդ կարծեմ 5-րդ դասարանում։ 5-րդ։ 5-րդ թե 6-րդում։ Հա, touch typing-ի դասեր էին գնում, ժամանակ պատկերացրա ես գիրողականից գնացել եմ որպես ուսանող դպրոց Ամերիկա, ոնց սովորացնում են ոնց արագ touch typing անեմ, ու հետ այնպես լիքը մարդիկ նստած դուրս դեմքով տեքստեր են հավաքում։ Դա շատ աբսուրդ էր թվում, բայց հետո հասկանում ես ինչքան կարևոր է դա։ Հատկապես հիմա որ ամեն ինչ չեմ սովորացնում, բայց այնպես բաներ։ Չէ սովորացնում են։ Հիմա էլ։ Հա, որովհետև սմարթֆոնների վրա են։ Սմարթֆոններով լավ type են անում նոր սերունդը, բայց կոմպյուտերի վրա, համակարգչի վրա մեկը սովորացնում են։ Օնլայն դասեր կա, ծրագրեր կա, դրա լուրջ ինդուստրիա կա դրա վրա, չգիտեմ, մի քանի միլիարդ դոլարանոց, որ մարդկանց սովորացնեն արագ հավաքեն տեքստը։ Չգիտեմ, հետաքրքիր է, այդ տարբերությունները նկատելը ու նաև ինչ որ բաներ կարելի է հասկանալ ինչի է ու փորձել նաև ստեղ կիրառել։ Բանն է, չէ՞, knowledge curse-ը, դրա մասին շատ ենք խոսում, գիտելիքի curse ոնց էր։ Անեսք։ Հա։ Գիտելիքի անեսք։ Երևի կարելի է այդպես տալ, որ ինչ որ մի հատ շատ པարզ բան որ դու գիտես, քեզ թվում է որ դիմացինը պետքա դա իմանա։ Հա։ Ու դու դա չես ասում, հետո մարդիկ քեզ սխալ են հասկանում, սխալ են քո տված հանձնարարությունը անում, ու դու զարմանում ես ինչի տենց եղավ։ Ու սովորաբար ընկերությունների ներսում հիմնականում խնդիրները դրանից են առաջանում, միսկոմունիկացիայի խնդիրները, որ ճիշտ չեն բան արել, ինֆորմացիան տվել։ Այդ մասով շեղվում եմ գուցե, բայց մի հատ իմ սիրած XKCD-ին երևի գիտես ինչ է։ Ինչու։ XKCD-ին։ Հա։ Հա, այդտեղ մի հատ XKCD կա, որ իմ սիրածներից մեկն է։ Ինչ որ հաշվես ցանկացած ինֆորմացիա, հա, որ քանի որ մարդիկ ծնվում մեծանում են, ցանկացած ինֆորմացիա
համար օրը մի 10,000 հոգի մարդ կա աշխարհում, որ այդ ինֆորմացիան առաջին անգամ է իմանում։ Ոնց որ որտեվ դե ծնվելուց չի իմացել, ինչ որ մի պահի պիտի իմանա, ու տենց միջինում ենթադրենք 10,000 հոգի մարդ է, որ սովորում։ Հիմա այդ ինչ որ պարզ բան կա, որը որ մեկին տեսնում ես, որ չգիտի այդ պարզ բանը, ինքը տենց lucky 10,000 էլի։ Այդ մարդկանցից մեկն է այդ օրվա։ 10,000 10,000-ից մեկն է, որ այդ օրը իմացավ էլի։ Բան այդ իմ տղան 5 տարեկան է ու նոր բան որ սովորում է միշտ գալիս ասում է պապա ես դու գիտես որ սա սենց է պապա ես դու գիտես որ նա նենց է ու բան է որ գիտեմ որ դու սոնց ցանցեր չունես ինչ որ բլոգերներ ես նա որ նույն ձև են կոմունիկացնում իսկ դու գիտեք որ սա սենց է դու գիտեք որ նա նենց է որ տենց հասկանում ես որ մարդիկ մեկը կապ չունի կրթության մակարդակի ինչքան է, ինչ տարիքի են, եթե այդ ինֆորմացիա ստանալու ցանկությունը շատ է, անընդհատ նոր բան սովորելու։ Ու չնայած որոշ մարդկանց մոտ այդ բանը կախվածության է վերածվում, անընդհատ ինչ-որ նոր բան սովորել, նոր բան հայտնաբերել, բայց իրական աշխարհում ոչ մի ձև այդ գիտելիքը չօգտագործել։ Ու նաև ընկալել երևի, որովհետև նոր բան իմանալը, ոնց որ դրա մասին իմանալը ու ընկալելը, այնց բավականին տարբեր բան են ու ընկալելու ու internalize անելու համար հա ոնց որ քոնը դառնա որ կարողանաս հետո կիրառես internalize անել հա դա բանը այնց միանգամից չի լինում սովորաբար հիմա օրինակ հենց AI-ը նոր բան իմանալու արագությունը մեծացրել է օրինակ չգիտեմ գիտական հոդվածներ հենց տեկուզ վերցնենք շատ արագ ինֆորմացիան միջից լինում է հանել ու եթե կոնկրետ գործ ես անում քեզ այդ ինֆորմացիան պետք է առաջ գնալու համար ընտիր է բայց եթե ինչ որ բան պետք է իրոք սովորես այն մակարդակով որ արդեն քեզ դա ոնց որ շատ բնական թվա որ դրանից կարողանաս առանց մտածելու հետևություններ անես ինքը քո մաս դառնա դրա համար աշխատանք է պետք ամեն դեպքում ինձ չէ միանշանակ տենց է որ պետք է այդ ու դա պատճառը որ ասենք նույն ձևի խնդիր են չէ տալիս լուծել ինքնուրույն լիքը խնդիր պիտի լուծես որ ինչ որ գործիքներին ծանոթանաս հենց մաթեմատիկայում եւ այլն կամ օրինակ եթե գրականություն ես կարդում պետք է ժամանակ ծախսես դրա վրա որ էլի քոնը դառնա դրանից ինչ որ մի բան վերցնես հա այդ ամեն ինչը ժամանակ է պահանջում հա ու այս վերջը չգիտեմ Tim Ferriss-ին գիտես երևի ում Tim Ferriss-ը բանը այդտենց առաջին ոդկասթերներից էր ու շատ հայտնի գրող է նաև ծանոթ է բայց productivity-ի մասին է հիմնական խոսում ինքն էր որ գրել էր 4 day այո պրեսա 4 hour work week չեմ կարդացել բայց գիտեմ հա ինքն էր գրել որ իր գրքերի վաճառքները AI դուրս գալուց հետո կատաստրոֆիկ ընկել է ու այդ ժանրի self-help-ը ընդհանրապես self-help-ը հա սկսում է գոյություն չունենա որպես ժանր նո գոյություն ունի բայց վաճառքները էլ առաջվանը չեն որտեղ մարդիկ AI-ին այդ հարցնում են ինքը պատասխանում է բայց այդ նույնը չէ էլի այդ քո ասած օրինակի վրա եմ ասում այդ նույնը չի այդ միտողը տեսար հասկացար քեզ թվում է բայց չես հասկացա դե ճիշտն ասած եթե օրինակ չգիտեմ ChatGPT-ի բան բացես ու դրա հետ աշխատես երկար ժամանակ այսինքն ոչ թե հարց տաս ինչ անեմ ինքը քեզ ասի ու փորձես անել այլ իրականում խորանաս քննարկես աշխատես դրա հետ հա ինձ թվում է կարող է մեծ տարբերություն չլինի մանավանդ իմ կարծիքով այդ գրքերի տենց մեծ մասը կարող է 10 գլուխը կարար հանգիստ մի գլուխ մի բլոգ լներ այդ ամեն մի գիրքը հա դե այդ բանն է կա չէ չգիտեմ Scott Galloway-ին գիտես չէ Scott Galloway-ը ինքը իր process-ներ ասում ասում ես article եմ գրում եթե լավ գնաց իրան վիդեո եմ սարքում եթե վիդեոն էլ լավ գնաց հետո դրա վրա գիրք եմ սարքում ասինքն գրքի իդեան գալիս է մի հատ article-ից էլի բայց մեկ գրքերի մեջ բայց կարող է զարգացվի իհարկե չէ իհարկե զարգացվում օրինակ ես իր այդ բանը 4-ը 4 ամենամեծ ընկերությունների մասին որ գրել էր իմ ամենա այդպես օգտակար գրքերից մեկն է եղել MBA-ի ժամանակ էդի կարդացի ու շատ հարցերի պատասխան այդ գրքի մեջ ես գտա
որը նաև օգնեց իմ կորպորատիվ կառավարման աշխատանքի մեջ նախկին կյանքում։ Բայց իր իդեան գրքի պարզ է ու կարաս մի քանի տողով է ասես, բայց գրքի մեջ շատ այլ ուրիշ օգտակար ինֆորմացիա Դե կա։ ինձ թվում է այդ գրքերի իմաստի մի մասն էլ հենց այն է, որ ինչ են, որ ժամանակ ծախսես վրան, ու այդ ժամանակ ծախսելու ընթացքում օրինակ լինում է նույն օրինակը 10 անգամ, ֆոկուս լնես։ հա, նույն օրինակը կարող է 10 անգամ ասեն։ Մի քիչ sense, մի քիչ նենց եւ այլն, ու գուցե որոշ մարդկանց համար դա օգնում է, որ բան անեն, ավելի լավ ընկալեն, կամ ընդհանրապես ժամանակ ծախսելը դրա վրա օգնում է այդ ընկալելուն էլի։ Բանը, չգիտեմ, տեսել ես թե չէ, Ben Affleck-ի հետ Matt Damon գնացել էին Joe Rogan-ի մոտ, դե իրանք ստուդիան էր այդ ու Netflix-ի հետ ֆիլմ էին նկարել, այդ ֆիլմ նկարելու process-ն էին պատմում, որ սա process-ը Netflix-ում ու կլասիկ ստուդիաներում շատ տարբեր է, որովհետեւ ասում եմ հիմա մարդկանց ֆոկուսը այնքան քիչ է, այնքան distracted են, ոնց որ անընդհատ շեղվում են, որ նույն միտքը դու անընդհատ կրկնում ես, անընդհատ։ Ու ես այդ ոդկասթից էլ եմ նկատել, որ մտքեր կա, որ շուշուտ է հնչում ոդկասթվում, ավելի լավ է հասնում համը, այդ ոնց որ մարքեթինգի ամենաոսկի օրենքներից է այսօրվա, որ մեսեջը պետք է անընդհատ կրկնվի, որ հասնի։ Ու այդ օքեյ է, երբ որ գիրք ես կարդամ ու նույն մեսեջը անընդհատ կրկնում այդ նրա համար շատ ծանրալի է։ մեկ ծանրալի է, հա, հասկանում եմ, բայց շատ մարդկանց այդ օգնում է համ ֆոկուս լինեն, համ վերջապես հասկանան ինչի մասին է խոսքը։ Բայց գրքեր կան շատ ծանր են կարդացվում, որովհետև անընդհատ նոր ինֆորմացիա է։ Օրինակ, չգիտեմ, Թալեբի գրքերը հեշտ չի կարդալ, կամ օրինակ իմ ամենադժվար գնացող գրքերից մեկը բանն է եղել Կանեմանի Thinking Fast and Slow, էլի անծայրացիր ինֆորմացիայով լցված դժվար ինքը բավականին ակադեմիական էր գրած, այդ բան չի։ Հեշտ չէր կարդացվում, էլի։ Հա, այտենց ես որ օրինակ վերցրել էի, ավելի ակնկալում էի, որ ոնց որ ցիտումներով, բաներով, այտենց էքսպերիմենտների, այսինքն ակադեմիական տեքստին մոտ էր։ Հա, ու իսկ տենց բաները self-help այդ գրքերը կամ ինչ որ բիզնես իդեա վերցնելը ու անընդհատ նույն բանը ասել շատ ավելի հեշտ ու արագ է կարդացվում։ Օրինակ ես վերջերս բանն էինք կարդում, Success-ը, այդ մեր համանքում եք քննարկեցինք։ Ինքը օրինակ հեշտ էր կարդացվում, բայց էքստերնալ հաջողության հասնելու ոնց որ օրենքներ էին փորձել դուրս բերեն, գրողը ֆիզիկոս էր, որ հենց մեծ դատայի հետ էր աշխատել, որ փորձեր հասկանալ ինչ կանոններ կան, ինչ կորելացիաներ կան, որ կարող է քո արտաքին հաջողության վրա ազդեցություն ունենա։ Օրինակ տես գրքերը ոնց որ པարզ է թվում առաջի հայացքից, հեշտ կարդացվում է, բայց օգտակար ինֆորմացիա շատ կա մեջը։ Այդ գիրքը ծանոթ չի, ճիշտ է։ Հա, բայց բաներ New York Times bestseller էր։ Համարյա բոլորն էլ New York Times bestseller չեն։ Չէ, դե բան տարեկան 1 միլիոնից ավել գիրք է դուրս գալի։ Եթե չեմ սխալվում, այդ թիվը մի տեղ լսել եմ։ Հիմա որ բանը ոնց որ Amazon-ի հայտ գալուց հետո ինքդ գիրք թողարկելը շատ ավելի հեշտ է, քեզ publisher պետք չի։ Հա, self-publish ես անում առանց publisher-ի ու Հա, գիտեմ, կինս անում է։ Հա, ինչ անում։ Երեխեքի գրականություն։ Հա, անգլերեն։ Հա։ Amazon-ով։ Հա, հա։ Ոնց գտնենք։ Գովազդի։ Ուղարկեմ։ Իրականում ռուսերեն էլ կա, հա։ Ինքն է publish անում, բայց գրել է իր մայրը։ Գրքերը, երեխեքի գրքեր են։ Հիմա չեմ հիշում գրքերի անունները, բայց հեղինակը Լյուդմիլա Ռուխովա։ Լյուդմիլա Ռուխովա։ Հա, կարող եք նայել Amazon-ում կա։ Կյանքում չէի մտածում, որ ռեկլամ կանեմ ոդկասթի ժամանակ։ Հա, ոդկասթը տենց հետաքրքիր պիտի մեկ մի բան պլանավորում ես, այդ հարցերը պատրաստում ես, թեմաները պատրաստում ես, որ յուրի հետ ինչ պետքա խոսես, բայց մեկ է լրիվ ուրիշ ուղղությամբ ագնում։ Բայց պետքա թողես, ոնց որ տենց եթե լավ ուրիշ հետաքրքիր ուղղությամբ ագնում, չպետք է բռնան ասելի։ Անպայման այն հարցը, որ մտածել էր, գրել էր, այնց անպայման չի որ ասել, եթե լրիվ ուրիշ ուղղությամբ ագնում։ Խոսակցությունը։ AI-ին հասանք։ Հասանք։
ոնց է AI-ը գործը փոխը, որտեղ օրինակ հիմա անընդհատ այտենց տարբեր նորություններ են դուրս գալի, այտենց իմ դելետանտ աչքին որ ընկնում է, չգիտեմ որ մետայի ալգորիթմները սկսել են նոր սպիտակուցներ հայտնաբերեն, AI-ը այդ process-ները սկսել է արագացնել, ինչ որ նոր ստարտափներ են դրա վրա ձևավորվում, ոնց է ոլորտը փոխելու էլի այդ դեղերի հայտնագործման։ Երևի AI ասելով պետք է նաև հասկանանք ինչ նկատի ունենք, հենց ոնց որ այս վերջին large language մոդելները ու իրանց վրա հավաքած բաները, թե ոնց որ machine learning-ը, որին որ շատ հաճախ հենց AI-ի հետ էլ միշտ խառնում են։ Machine learning-ը ինչև է էլ եղել ու օգտագործում Հա, եք, չէ՞ դուք միշտ։ հա, machine learning-ը շատ վաղուց կա ու ոնց որ չոր ժամանակ մարդիկ դրան statistics էին ասում, հետո machine learning դարձավ, բայց machine learning տերմինոլոգիան բավականին վաղուց կա կարծեմ։ Բայց հիմա հիմնականում մարդիկ որ ասում են AI նկատի ունեն LLM LLM-ները ու իրանց վրա հավաքած գործիքները ասենք Claude մարդիկ գիտեն OpenAI-ի մոդելները, Codex եւ այլն։ Գործի վրա ոնց է ազդել։ Միշտ լսում ենք, որ productivity-ն, այնց արտադրողականությունը 10 անգամ օրինակ software developer-ների բաների մոտ աճել է, այս պահին հաստատ 10 անգամ չի աճել, չնայած LinkedIn-ում եւ տարբեր տեղեր արդեն մի քանի տարի է այդպես բաներ գրվում է, ուղղակի այդ փորձը կարող որոշ շատ փոքր դեպքերում կա։ Հա, ես արել եմ ինչ-որ բաներ, որոնք որ ինձ կես ժամ տևեց անել, բայց մինչև այդ 2 ամիս կտևեր, եթե ես անեի լրիվ 0-ից, այսինքն 10 անգամ էլ չի կոնկրետ այդ բանի համար, հա, շատ ավելի շատ։ Բայց եթե AI չլներ, ես չէի անի ուղղակի այդ գործը, էլի մինչև այդ։ Այսինքն այդ ձևի արտադրողականության աճ ա եղել, այս պահի մասին է խոսքը գնում։ Մոդելները քանի գնում է ուժեղանում են, բայց նաև չասեմ էլի, որ չի եղել արտադրողականության աճ, այսինքն մենք կարողանում ենք որոշ բաներ շատ ավելի արագ անել, օրինակ հենց data analysis-ի մասով նոր ենթադրենք քեզ ինչ որ գործիք է պետք օգտագործել ինչ որ խնդրի համար, ոչ մի անգամ երբեք չես օգտագործել, չես նայել նույն օրինակի նման որ ասացի, հա, ես օրինակ web development-ով երբեք չեմ զբաղվել, բայց մեկ-մեկ պետք է լինում ինչ որ web-ի հետ կապված բան անել, հիմա շատ արագ կարող ես քո ուզած ինչ որ հասարակ ծրագիր գրել, որ քո ուզած ինֆորմացիան քո ուզած ձևով ներկայացվի առաջ ինչ որ մեկին պետք է գտնել, որ այդ ամեն ինչը քեզ համար կանի կամ ուղղակի չերել անի։ Այսինքն հնարավորություններ է մեծացրել։ Հիմա այդ թվում եւ մեր ընկերությունում, մեր աշխատանքի մեջ դա չի նշանակում, որ ոնց որ բոլոր խնդիրները լուծվել են, ուղղակի հիմա ավելի շատ բան է հնարավոր անել, որը որ ընտիր է, որովհետեւ հիմա կարող ենք ավելի արագ որոշ նպատակների հասնել, նաեւ թույլ է տալիս սխալ ուղղություններ լիքը փորձել։ Ու գուցե եթե մինչև այդ դու կարող ես ինքը բանի scale-ի հարց է, մասշտաբը մեծացել է, այսինքն ինչ որ բան պիտի փորձես անել, առաջ կարող է դու ենթադրենք մի ամիս ժամանակ ունես, կարող է 2 անգամ 2 միտք ունես, 2 լավ մտածել ես, 2 միտք ես հղացել, այդ երկուսի վրա աշխատես, փորձես։ Հիմա կարող է մի 30 բան փորձես օրինակի համար, հա։ Բայց դեցը պատահական ինչ որ բան կարա դուրս գա, չէ՞։ Հա, իհարկե, այսինքն մասշտաբը քանակը որակի բերում է, հա։ Հիմա այդ հարցն է, թե որքան քանակն է կարող որակի բերել ու արդյոք գոյություն են որակական ինչ որ բաներ, որոնց երբեք չենք հասնի։ Հիմա որոշ ինչ որ մի պահի, բայց այդ մակարդակը թե որ որակի արդյունքներ են կարող ստանալ, քանի գնում բարձրանում է, այսինքն այդ ոնց որ պատկերացրի արդյունքները հենց մաթեմատիկային վերցնենք, հա, մաթեմատիկայի թեորեմները, արդյունքները, ինչ-որ sense գագաթների նման բաներ կարող ենք պատկերացնել, ջուրը բարձրանում է, քանի գնում է որոշ բաներ հասանելի են դառնում արդեն մոդելներով։ Քանի որ այնքան տենց турբուլենտ վիճակ է, դժվար է ասել թե որ ուղղությամբ կմնանք տենց մոտավորապես տեղ շատ ավելի մի քիչ ավելի ուժեղ մոդելներով, բայց ավելի լավ կազմակերպած, թե տենց լրիվ breakthrough կլինի։ Հա, ես ճիշտ ասած դու ոնց ես մտածում։ Ես մտածում եմ, որ կաճենք, բայց տենց ֆանտաստիկ breakthrough, որ օրինակ բոլոր հիվանդություններ բաները լուծվեն մյուս տարի եւ այլն, ես չեմ մտածում, որ տենց կլինի։ Պատճառներից մեկը նաեւ մի քանի պատճառ կա, մեկը իներցիայի պատճառն է նախ, որը որ շատ վատ պատճառ է,
բայց իներցիայի պատճառը այն է, որ ընկերությունները, մարդիկ եւ այլն, այսինքն մենք որպես հասարակություն չենք սկսի նոր ձևերով օգտագործել ամեն ինչ այդ գործիքները օգտագործել այն արագությամբ, որ կարելի էր, որ այդ հարցերը արագ լուծել։ Դա իներցիայի պատճառն է, հա, ասենք մեծ ընկերությունները կարող մի քանի տարի տևի մինչև սկսեն ինտեգրել Ադապտացվեն դրան։ Այդ ոնց որ իներցիայի պատճառն է, որը որ ավելի շատ տորմուզ տվող բան է, տենց հետ պահող, քան ֆունդամենտալ երևի խնդիր։ Մյուսը այն է, օրինակ, որ հենց կենսաբանությունը վերցնենք, կենսաբանությունում ես կենսաբան չեմ էլի, բայց իմ տպավորությունն է, որ նախ տվյալները թանկ են կենսաբանությունում։ Այսինքն, եթե LLM-ներ սարքելուց տվյալները ծրի էին, քիչ թե շատ, հա, նկարներ, տեքստ եւ այլն, որոնց վրա կարելի է շատ բան սովորել, կենսաբանությունում ծրի չեն։ Հիմա բավականին շատ հոդվածներ կան արդեն եւ այլն էքսպերիմենտներ, բայց նոր բաներ ստանալը, նոր տվյալներ ստանալը այդ մասշտաբով այդքան հեշտ չի։ Այսինքն փող արժի։ Դրանից հետո հարցը գալիս է լավ, ասենք AI-ը կարող է մեզ օգնի, որ այդ ճիշտ փորձեր անենք, ճիշտ տվյալներ գեներացնենք պլանավորման մասում ու արդեն դա ինքը կօգտագործի, որ ավելի լավ ավելի արագ ճիշտ էքսպերիմենտներ անենք ու այդ ինֆորմացիան հետ գնա AI-ին կամ մարդկանց ու ըստ դրա առաջխաղացում լինի, այդտեղ իմ կարծիքով առաջխաղացում լինելու է։ Հա, Որովհետև զուտ, ասենք, մարդիկ այդքան ինֆորմացիա այս բանը չեն կարող ունենալ, ոնց որ բացառությամբ որոշ մարդկանց, որ այդ ամբողջ ինֆորմացիան կարողանաս գլխումդ պահել, որ ճիշտ որոշում կայացնես, թե ինչ ձևի հաջորդ կենսաբանական էքսպերիմենտ օրինակ անես, իսկ օրինակ AI-ը շատ ավելի ոնց որ այդ database-ի հարցը, օրինակ data-ի հարցը լուծած է, ինքը կարող է ասի, օքեյ, եկեք այս էքսպերիմենտ փոխարինեն մյուս անենք, այսինչ պատճառով ու այդտեղ իմ կարծիքով առաջխաղացում կլինի հենց գիտության մեջ։ Հա, հասարակությունում լիքը ուրիշ խնդիրներ են AI-ի հետ կապված դե, որ հա, սկսած մանիպուլյացիայից, information տարածումից ինֆորմացիայի, որի մասին արդեն խոսեցինք, սկսելու է դարաշրջան, որ AI սկսելու է AI գեներացված տեքստերի վրա կամ ինֆորմացիայի վրա սովորել սինթետիկ, հա։ Հա, սինթետիկ։ Ու տեղից տենց իմ կարծիքով տուրբուլենտ է, էլի, դժվար է հասկանալ ուրա գնալու, պետք է օպտիմիստ լինել, ճիշտն ասած։ Հա, հիմա այդպես որ հնարավորությունները իրական մարդկանց տեսանկյունից մենք ունենք agency այս պահին, ոնց որ մենք AI կարող է լիքը բաներ շատ ավելի լավ անի, բայց դու կարող ես AI-ին ասել ինչ անել, այդ մեկ, երկրորդը ուրեմն նշանակում է պետքա ծոր creativity վրա մարդիկ աշխատեն, էլի, Կրեատիվության, հա։ Այդ մի կարևոր բան է լինելու, որ մարդիկ կարողանան նոր ունիկալ մտքեր նոր կետեր կարողանան իրար կպցնեն, էլի։ Նոր կետեր կպցնեն։ Ու ամենակարևորը բանն են, իրականացնեն այդ agency-ն լավ ասեցիր։ Հայերեն դժվար է իրան թարգմանելը, բայց երևի ինչ որ մի բան անելու ունակություն, հա։ Ունակություն ու նաև ցանկություն, որ ներսից է գալիս։ Ոչ թե քեզ ասել են ինչ որ մի բան անես, այլ որ ինքնուրույն է այդ ցանկությունը գալիս, ինքնուրույն կարող ես վերցնել, առաջ բրտել, գնալ առաջ։ Հա, այդ շատ կարևոր հմտություն է այսօրվա աշխարհում։ Հա։ Իմ կարծիքով ոնց որ ու այդ ձևի մարդիկ ովքեր կարողանան դա օգտագործել, ու դա հեշտ բան չի։ Դա աշխատանք է ենթադրում ինքդ քեզ վրա դիսցիպլինա եւ այլն։ Այդ մարդկանց համար AI ուղղակի ամենալավ գործիքն է, որ կարող է լինել, որովհետեւ անսահման հնարավորություններ ունես ու մտքեր գեներացնես, փորձես աշխատես։ Ու նաև բանն է կարևոր այդ դեպքում դառնում, էլի, դիստրիբյուցիան։ Արդյոք կարաս այդ ամեն ինչը դիստրիբյուտ անես, տարածես։ Դա կարող է AI-ը դրան օգնի։
Հնարավոր է, որտեղ այսօր այդ հարցը դեռ AI-ը չի լուծել, բայց օրինակ մարդիկ կարողանում են ապրանքներ ստեղծեն կամ ինչ-որ բաներ գեներացնեն, բայց տարածելու հետ կապված հələ դեռ խնդիր ունեն։ Չնայած կլասիկ բիզնեսի մեջ է դիստրիբյուցիան ինքը ամենամեծ խնդիրներից մեկն է, ով որ ունի դիստրիբյուցիոն չենելները, դիստրիբյուցիոն ճանապարհները, միշտ իրանք արանքում լավ օգտվում են դրանից, էլի։ Իսկ այն երիտասարդները, որ օրինակ ուզում են միջազգային համալսարաններում սովորեն կամ գիտությամբ զբաղվեն, իրանց ինչ խորհուրդ կտաս հիմա ինչի վրա շատ ուշադրություն դարձնեն կամ գնան, չգիտեմ, PhD անեն արտասահմանում։ Ճիշտ ասած, շատ այդ հարցը շատ են տվել, բայց մեկը միշտ դժվար է պատասխանել, որովհետև Հա հեշտ ամեն մեկին ոնց որ ինձ մինչև այս բանը թվար, որ արդեն պիտի պատրաստի պատասխան ունենամ, բայց չունեմ, որովհետև շատ յուրօրինակ ամեն մարդու համար կարող է այդ ճանապարհը լրիվ տարբերվի մյուս մարդուց։ Սկսած նրանից, որ հարցը տալուց լավ իրոք պետք է գնալ այդ համալսարանում սովորել, դա լավ նպատակ է, որպես նպատակ ունենալ թե չէ։ Ճիշտ է, ես հնարավորություն եմ ունեցել գնալ լավ տեղ սովորել եւ այլն, հիմա հարց եմ տալիս, արդյոք լավ է, ոնց որ վերևից կարող ես մտածել, ասես, հա լավ, պետք չի ժողովուրդ մի գնացեք սովորեք, հեշտ է ասել, բայց այդ հարցը կարևոր հարց է տալ, որ իրոք պետք է ինձ գնալ սովորել լավ տեղ, թե հնարավորությունների քարտեզը հիմա ուրիշ է ու ասենք ժամանակին հաստատ ավելի մեծ արժեք ուներ գնալ հենց բակալավր օրինակ լավ տեղ սովորել, որտեվ դու շատ ուղիղ հասանելիություններ ունենում այդ միջավայրին։ Հիմա ոնց որ էլի այդ հասանելիությունը կա, ոնց որ միջավայրի էֆեկտը եւ այլն, բայց ոնց որ տարբերությունը փոքրացել է, որովհետեւ ստեղ նստած դու կարող ես ոնց որ հերրակա բավական մեծ հասանելիություն ունենալ, գոնե ոնց որ նյութերի բաների մակարդակով ոչ մի հարց չկա, հա, որտեվ MIT-ում են երևի AI-ով սովորում, ինչ որ սովորում։ Բայց պետք է հասկանալ նպատակը, ոնց որ հենց մենակ համալսարանում գնալ սովորելը իդեալական դեպքում միջանկյալ նպատակ է, էլի։ Բայց եթե ոնց որ հերրակա չկա, գոնե միջանկյալ նպատակ որպես լավ է։ Ինչ խորհուրդ կտամ։ Դե պետք է փորձել լինել, արդեն ասացի, ինչ որ գտնել թեմաներ, որոնք հետաքրքրում են, ասենք երիտասարդին, հա, բայց հետաքրքրում են ներսից, ոչ թե որովհետև, չգիտեմ, ինչ որ մեկն է անում, դրանով զբաղվում եւ այլն, հա, որտեղ կամ cool է, cool ոնց են հայերեն ասում, trendy է, trendy պատճառով գուցե մարդիկ դրա մասին իմանան։ Հա, բայց եթե ներսից հետաքրքրությունը չկա, դժվար է լինելու դրանով երկարաժամկետ զբաղվել։ Պետք է հետաքրքրությունը ինչ որ առումով ներսից կա, այն պատճառով որ մի քիչ խաղացել ես այդ թեմայի շուրջ զբաղվել ես ու գրավել է, ձգում է։ Ու եթե ձգում է, արդեն դրա վրա կարելի է կենտրոնանալ։ Պետք է լինի ինչ որ մի բան, որ այդպես բան կար, որ խորհուրդ էի միտեղ կարդացել, որ անգլերեն էի կարդացել, encourage your kids to obsess about something։ Եթե ինչ որ մի բանի վրա այդպես բան են, այդպես կենտրոնացել են ու ուրիշ բանի մասին չեն մտածում, բան անել, իրանց խրախուսել է պետք այդ ուղղությամբ, որովհետև կարող է այդտեղ իրանց բանն է, կյանքը տեղա օրինակ, հա։ Հայտնեց հետաքրքիր բան ես ասում, շատ հետաքրքիր, որպես օրինակ հայրենումից սկսել եմ դրա մասին մտածեմ, օրինակ տղես շատ սիրում է սուպեր հերոսների, ոնց որ շատ բոլոր երեխաներ, բայց ինքը սկսել է այդ հերոսների մասին, բայց ինքը սկսել է հետաքրքրվել այդ թեմայով ոչ թե որ սուպեր հերոսներն, այլ պատմության ստեղծելու տեսանկյունից։ Օրինակ ինքը սկսեց հարցեր տալ, պապիսկ ինչ են մարդիկ սուպեր հերոսներին հնար է, հետո խորացավ ինչի են այդ պատմությունները հնարում, հետո ասում է կարամ ես այդպես բաներ հնար եմ, ասում եմ, հա ինչ չես կարա։ Մենք սկսեց տարբեր ինչ-որ սցենարներ նկարի, ու գալիս է ցուցատել, ասում է պապտես ես մարդ հես անելու են արելու, որ սկսում ես հարցեր տաս, հետաքրքրվես, տեսնում ես, որ քայլ առ քայլ երեխան ինքն էլ է հետաքրքրում ու խորանում այդ թեմաների մեջ։ Ու այդ նաև մեծերի մոտ էլ է տենց։
մեծերի մոտ էլ է տենց, բայց դու նաև կարող ես ասել, որ անկապ բանա մի զբաղվի Հա։ դրանով ավելի լավ է, չգիտեմ, շախմատի պարապմունքի գնա ու կարող է երեխան, որտեվ հայրը ասում է ասենց բան, ուրեմն կարևոր է լավ է գնար սկսեր շախմատ ու լավ էլ խաղար, հա, օրինակ։ Հա, Բայց կարող է գրական ինչ-որ գրականության ինչ-որ Նոբելյան մրցանակով իր դե հա, կորցրել եթե արդյունքում։ մարդը հետաքրքրում է պատմություններ ստեղծելու process-ով ինքն է ուզում այդ փոքր տարիքից ինչ-որ պատմություններ ստեղծի, ինչի՞ չենք, շատ հետաքրքիր զբաղմունք է։ Մհմ։ Ու ես այդ ձևի հետաքրքրություն ունեցել եմ մաթեմատիկայի նկատմամբ։ Ու ոնց որ իմ դեպքում նենց է ստացվել, որ այդ ժամանակ, երբ որ ես մեծանում էի, դա նաև տենց ակնհայտ կարիերայի ընտրություն էր, հա։ Այսինքն գրականություն չէր, երաժշտություն չէր, չնայած միտք կար նաև այդ ուղղությամբ գնալու, ու ոնց որ այդ ընտրությունը հեշտ է եղել։ Հա, մեր սերնդի ժամանակ այդ կիրառականը ամենա տենց տրենդի Իհարկե, ուղղություններից էր։ Ու անգամ երևի հիմա էլ ամենա տենց տրենդիներից է, չէ։ Հա, Ահա։ դեռ մնում է շատ պահանջված։ Բայց եթե ուրիշ հարց է, եթե ինչ որ մեկը երաժշտությամբ է հետաքրքրվում, օրինակ, կամ ասենք սպորտով, որ շատ ռիսկային է, հա, կարող է վնասված կտանաս ու չկարողանաս շարունակել։ Բայց եթե իրոք էտա որ գրավում ու հետաքրքրում է, որ ինչ որ մեկը կարողանում է ամբողջ օր ու գիշեր դրա վրա ժամանակ ծախսել ու չհոգնել, ուրեմն պետքա փորձել։ Ինչ վերաբերվում է արդեն համալսարան դիմել, լավ տեղ սովորելուն, եթե լավ համալսարաններում ցուցադրում ես, որ այդ հետաքրքրասիրությունը, հարց տալու կարողությունը ու այդ հարցերի հետևից գնալու համառությունը կա, ուրեմն իրանք սովորաբար հետաքրքրված են այդպիսի մարդկանցով։ Իմ դեպքում օլիմպիադաներն ա եղել ու դա համալսարանին ցույց է տվել, որ այս մարդը բավականին աշխատասեր է ու ինչ որ մակարդակի տաղանդ ունի, որ կարողանա գնա միջազգային մակարդակում արդյունք ունենա։ Ուրեմն ինչ որ բազային ինտելեկտ կա ու աշխատասիրություն կա, ոնց որ ուրեմն լավ կետ է սկսելու, հա։ Բայց դա հնարավոր չի, ասենք եթե ես գնայի գրականության օլիմպիադայի, չէի կարողանալու էլ երևի։ Իսկ քեզ ի՞նչն է ոգևորում։ Երբ, որտեղ Ընդհանրապես շատ բաներ։ Այս պահին տեսնել օրինակ ոնց է աղջիկս մեծանում։ Բայց որ ոլորտում ասես ինչ-որ բան կարող եմ երևի ասել։ Ինչն է ոգևորում, շատ հետաքրքիր հարց է համել։ Համ շատ բան է կարելի ասել, համ ոչ մեկը բառ չի այդքան համատած։ Բացի այդ մեկից իրական։ Բաց երեխուց, չէ։ Հա։ Բայց օրինակ ես սպորտով եմ հետաքրքրվում, զբաղվելով էլի, ու օրինակ հենց այդ պահին, երբ որ զբաղվում եմ, զգացումները, էմոցիաները շատ ունիկալ են։ Մաթեմատիկայից խոսեցինք, երբ որ տեսնում եմ ինչ որ նոր բաներ են ապացուցվել, հա, դրանք էլ են ոգևորում ինձ։ Ու այդ ոնց որ անձնական կյանքում իհարկե աշխատանքային կյանքում այդ ոգևորման այդ էտապներ են լինում իրականում։ Ես հիմա այդպես մտածում էի, որ երկար ժամանակ ինչ որ բանի վրա չարչարվում ես, աշխատում ես, հետո տեսնում ես, որ արդյունքը եղավ, դա շատ ունիկալ զգացում է։ Ես երևի կասեի, տենց հիշում եմ էլի, տենց մի քանի կետ, ընդհանուր համալսարանից սկսած մինչև հիմա, մի քանի տենց հիշում եմ որտեղ էի նստած, ինչ էի անում, որ ստացա այն ինչի հետևից, ասենք երկար ժամանակ գնում էի ու այդ պահերը տենց մեղվում են ուղեղի մեջ, դրանք հիշելը ինձ շատ ոգևորում է, որովհետև երբ որ դժվար է լինում գործի տեղը կամ կյանքում, ես հիշում եմ լավ ոնց որ մի հատ խնդիր ունեի, որի վրա երկար աշխատում էի ու օրինակ կոնկրետ մի դեպք էր, հենց բակալավրի ժամանակ հիշում եմ իմ սենյակում էլ նստած էի, ամիսներով այդ խնդրի վրա աշխատել էի, էլի, ու տենց գիշերը 3-ին սենյակումս նստած վերջին տենց վիզուալիզացիաներ էլի, որ կամ էտա կամ էտ չի էլի, ու բացեցի տեսնեմ իմ ուզած այնա ինչ որ ակնկալում էի, էլի, ու երբ որ ամիսների աշխատանքը բերում է դրան, դե չարչարանքը տեսնում ես որ ուրեմն բան արժեր այդ ամեն ինչը անելը,
Հիմա ոնց որ դրանք հիշելն է ոգևորում ինձ։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Կսպասենք։